Շատ լավ։ Այսօրվա մեր հանդիպումը ուրեմն աղոթքով սկսենք եւ հարց պատասխանի ժամ ունենք, ինչպես նշած էինք մեր խմբի մեջ։ Ուրեմն Արթուր եղբայր, աղոթքով կարաս մեզ սկսել։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք այս պահի համար, Տեր, որ կրկին համառիկ տվեցիր, որպեսզի միասին հաղորդակցվենք եւ քո խոսքդ լսենք եւ ել ավելի մոտենալ քեզ, Տեր, լսելով եւ հնազանդվելով քո կամքը փնտրելով եւ կատարելով։ Տեր Աստված, շնորհակալ եմ Հովիկ եղբորս համար, այստեղ գտնող յուրաքանչյուրի համար եւ նրանք, որ on-line են, Տեր Աստված, նրանց սրտերն էլ լուսավորի, հաստատի քո խոսքի մեջ, Տեր, որպեսզի կարողանանք աշխարհում եք քո անունը երկրպագելու, փառավորելու քեզ, Տեր, աղիև լույս լինելու։ Առաջնորդիր այս պահը, Տեր Աստված, քեզ ենք հանձնում, Հովիկ եղբորս օրհնիր քո փառքի համար, Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում, Հայր, ամեն։ 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 Շատ լավ, եղբայրներ, քույրեր ջան։ Ձեր առաջին հարցը, ով ուզում է սկսել, նրա առաջին հարցով։ Ըլա ներկաներից այստեղ, ըլա on-line ներկաներից։ Մի հատ քույր, մի հատ եղբայր։ Առաջինը Աննա։ Ով որ ցանկանում է, հա։ Դիմացդ նստած է։ Շատ լավ։ Շատ լավ։ Լավ, մի հատ հարց ունեմ։ Այո։ Ես ծննդոցի 1-28-ից։ Ըհը։ Հարցս այն է, որ Աստված ասում է աճեցեք, շատացեք, էդի հələ դեռ, այսինքն դրախտի համար է, չէ՞, ասում այդ ժամանակ։ Եթե մի բարձ այո։ Երևի պարտեզում Այո։ աճեին, շատանային։ Well, անգից սկսյալ, այո, այնտեղից սկսյալ։ Իսկ հարցս այն է, որ ինչքան ժամանակ այնտեղ մնացին, որ երեխեք չունեցան, հենց դուրս եկան այնտեղից նոր երեխեքը ծնվեցան։ Հա։ Այդ պատասխանը Սուրբիկը չի տալի։ Այսինքն որքան ժամանակ Ադամը եւ Եվան այնտեղ էին եւ նույնիսկ որ Տերը ասեց աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը, իհարկե սա չի նշանակում, որ նրանք իբր զույգ հարաբերություն չունեցան, բայց երեխա դակավին չծնվեց եւ երեխա ծնվեց, ինչպես գիտենք, մեղք գործելուց յետքը, ինչու որտեվ Գայենը, հետո Աբելը եւ այլն, այդպիսով։ Այո, Սուրբիկը չի ասում, որքան երկար ժամանակ այնտեղ էին, առաջ որ անգումը բադահեց, ինչու որտեվ մենք գիտենք, որ նրանք երկուսն էլ այդ բարի վիճակում էին, այդ վիճակում էին, ուր մեղք չկար, բայց ազո գամքի մեջ, ազո նախախնամության մեջ դերը սա չթողեց, որ բադահի։ Ինչու որտեղ պատկերացրեք, եթե այդպեսի բանը բադահեր, այդ երեխան ալ պիտի ընկներ, իհարկե, ծնողքի հետ։ So այն առումով տարբերություն չի անում։ Բայց չբադահեց ազո գամքի մեջ, հետո երեխա ունեցան մեղքի մեջ ընկնելուց յետք։ Այդպես է։ Մենք հենց ժամանակ են մնացել, թե դրա համար Կարողա, չգիտենք որքան երկար մնացին։ Հիմա Ադամը ինք ապրեցավ քան 930 տարի կարծեմ ապրեցավ, Սուրբ գրքում այդպես ասում է։ Բայց չի ասում, որ որքան երկարատեն նրանք ապրեցան դրախտում, եթե մի բարձեզում, այսինքն առաջ որ վտարվեցան, եթե մի բարձեզից։ Ուրիշ չկա այդ հարցի պատասխանը։ Ինչը։ Որ ինչքան ժամանակ մնացին այնտեղ։ Չէ, Սուրբիկը չի ասում որքան ժամանակ մնացին, հա, միթե երկարատեն մնացին կամ կարճ ատեներ մնացին, չգիտենք հաստատ, չի ասում Սուրբ Գիրքը։ Այո։ Ուրիշ չի տալի, թե քանի Ուրիշ տարեկան հարց։ էին, երբ որ ծնվեց Կայենը։ Պետք է միատնայինք, որտեղ չեմ հիշում, եթե քանի տարեկան էին, բայց մեկ բան հստակ է, որ եթե մի բարձեզի մեջ դարիք չի տալի, չասում, որ որքան Ադամ եւ Եվան այնտեղ էին, ինչ ունեցան հետո իհարկե անգումից հետ առաջին երեխան։ So այդ ժամանակակրությունը չունենք։ Աստված ինքը ադիգա, այսինքն կարևոր չի նախադեсել մեզ համար, որ գիտնանք։ Մեզ համար կարևոր չէ այդ բանով։
եւ նույնիսկ եւ որ այո Իսկ Ադամը որ Բայց ինքնի Google ստեղծվեց, որ տարիքին համապատասխան է։ Այդտենց հիմա հա Ադամը եւ Եվան երբ ստեղծվեցին նրանք չափահաս հասակի ստեղծվեցին ինչու որովհետեւ որ այստեղ ասում է արդեն 1:28-ում աջեցեք բազմացեք ուրեմն ասել է որ նրանք այդ կարողությունը ունեին այդ տարիքի էին so նրա համար ասական կապարս է որ երբ նույնիսկ այս եգրակունն ալ ստեղծվեց ազո առարչակորությունն ալ ստեղծվեց բոլորը հասուն չափահաս այդ առումով ստեղծվեցին նրա համար այսօր գիտականները նայում են աշխարհի նայում են առարչակորության ասում են ասկան միլիարդներ դարիներ եւ այլն հիմա սա նրանց կապարն է իհարկե բայց խնդիր չկա աստծո արչեւ այդպիսի հասուն ստեղծագործումը ստեղծե ինչու ինքը արդեն առաջին մարդիկը Ադամը եւ Եվան հասուն ստեղծեց ուրեմն Աստված կարող է ինչպես Կորինթացիների առաջին գլխի մեջ առաջին Կորինթացիների մեջ ասում է առաջին գլխում որ Աստված այս աշխարհի իմաստությունը խափանելու համար ասում է որ ինք մեզի բեսները ընտրեց հիմա դա ուրիշ թեմա է բայց մի խոսքով այս աշխարհի իմաստությունը խափանելու համար ինքը կարող է այդպես արեց հիմա ինչու կարող է ասում եմ ես հավատում եմ որ ինքը այդպես արեց որովհետև այդ համեմատության համաձայն որ եթե Ադամի եւ Եվայի հասունը ստեղծեց մնացածն հասուն ստեղծեց հիմա ըստ Սուրբ Գրքի ժամանակագրության մենք որ աշխարհի առարչակորության նայենք քանի մազար դարվա կյանք ունի աշխարհը ասի մի խոսքով 7000 կամ այդպիսի բամը 6-ից 7 կամ շուրջ այնտեղ բայց մարդիկ այսօր նայում են աշխարհը ասում են որ ասկան միլիարդներ այսինքն անգլերենով billions քանի 4.3 ասում են ինչ ասում են 4.3 բիլիոն եւ այլ հիմա Աստված կարող է երկրակունթը առարչակորությունը ինչպես Ադամ եւ Եվայի ստեղծեց հասուն չափահաս նույնպես մնացած այդպեսն է իր նպատակների համար եւ մարդիկ որ նայում են ասում են օ ինչ հին է Հետո եղբայրն դե ասում է չէ որ ջերը հավաքեց, առանձնացրեց, հետո ծև տվեց, հետո երկինքը հաստատեց ջրերի մասը վերով անելով։ Okay. Այսինքն process-ը ստեղծեց, այդ process-ի հա process-ը խնդիր չէ Ուրեմն այ երբ բայց եթե տարիք ունենա ասյակուրը որ տարիք մոտավոր բան է ունեցավ էլի չենք կարող իմանալ որ տարիքում երբ ունեցավ ինչպես որ տարիքում որ երեխա ունեցավ դա իմանում ենք բայց չենք Չէ, կարող որ տարիքում երեխա ունեցավ Գիտեմ եթե պետք է գնանք կարդանք այո ծննդոցի մեջ բայց մեկ բանը գիտենք որ Եվան ասում քան տարիքան է չէ Ադամի մասին կարող է այո տղամարդկանց մասին անիշտ ասում բայց գիտենք որ Գայենը Աբելը նրանք չծնվեցին երբ Ադամ եւ Եվան դագավի մեղքի մեջ ընկած չէին եւ այո չափահաս ստեղծվեցին ինչպես որ մենք երբեն գադագանում ենք որը առաջ գալիս է ծուն չենը հավը ըստ Սուրբ Գրքի հավը եւ ակլորը արածնվեց հա ծուն հետո եկավ ինչու աջեցեք բազմացեք այո մարդկանց օրտնեց եւ այլն եւ նույնպես ալ գենտաները բաները իրենք զույգ ստեղծվեցին իրենց տեսակի համաձայն եւ այո հասուն ստեղծվեցին հասուն պետք է լինի որբեսի մեկը կարողանա աճել եւ բազմանալ եւ լցրել երկիրը եւ այս մարդկանց արումով 28 ամառում տիրեցեք դրան so ուրեմն այս մասը ամբողջացնելով եւ բարձրապես որ վերականգ լինի մեր ներկաների համար on-line էլ Ադամը եւ Եվան հասուն ստեղծվեցին եւ այո երեխա չունեցան անգումից առաջ բայց նրանք հետո ունեցան անգումից յետքը եւ այս աշխարհն էլ այս առարչակորությունն էլ անսաբես հավատում եմ որ այդ համեմատությամբ որովհետեւ Ադամը եւ Եվան հասուն ստեղծվեցին այս աշխարհն այս ստեղծագործությունն էլ հասուն վիճակով ստեղծվեց որ եւ որ գիտնականները նայում են տարիներով տեսնում են բայց մենք գիտենք Սուրբ Գրքին որ այս մեր Սուրբ Գրքի ժամանակակցության համաձայն 6-ից 7000 տարվա կյանք ունի մեր աշխարհը ըստ Աստծո խոսքին հիմա ոմանք ասում են զորնակ ծննդոց առաջին գլխու առաջին երկու ամառներու մեջ որոշ բաց մը գա ասել մենք այդ բացին
չեն գավատում, ինչու որ ոմանք ասում են, որ Աստված սկզբում ստեղծեց երկինքն ու երկիրը, հետո ոնց որ կարծես թե դատարեցավ ինք եւ հետո շարունակեց իր այդ գործընթացը, ինչու որ երկիրը անցավ դատարկ էր, հետո ինք ասեց երրորդ համարից թող լույս լինի եւ այդ առաջին երկու համարների նկատմամբ մի բաց մը գա իր առաջակորության ստեղծելուց եւ հետո որոշ դատար մը գա եւ հետո շարունակում է, բայց չեն կարծում այդպես է, ինչու որովհետեւ արդեն առաջին, երկրորդ, երրորդ եւ օրերը եւ որ խոսում է ազո առաջակորությունը այդ առաջին օրվա մեջ է ինչ որ արեց, բայց ադի ուրիշ հարց է իհարկե, այո, ուրիշ հարց, հաջորդ հարցը մի հատ ստեյից, մի հատ օնլայն, հիմա հերթ օնլայններից ով ապատր Ես անին եմ հարց ունեմ, ամնացորդած 13 գլխից 9-րդ համարից, որ տապանակը պիտի Դավիթը բերի ու Ոզյան ձեռքով կպնում է տապանակին, որ ուղղվի, քանի որ Սայլի վրա ծռվել էր, ինչու է Ոզյան մահանում եւ Դավիթը դրանից հետո տրտմելով չի տանում Դավթի քաղաք, այլ տանում է Աբդեդոմի տունը, որտեղ էլ Աբդեդոմը օրհնվում է, հարցս ինչու Ոզյան մահացավ։ Բարձ պատասխանը քույրս նա է, որ Օզյան ինք իրավունք չուներ դաբանագին թպչելու։ Մենք գիտենք, որ դաբանագը ինչպես բռնվում էր այդ 4 մասերից, չէ որ դաբանագը իբր այսպես քարագուսի չասեմ, ավելի երկար, այդ քարագուսից եւ ավելի երկար ուղանկյուն։ հա, ուղանկյուն եւ 4 ուրեմն բռնիչներ ուներ, ինքը որովհետեւ Ազո օրենքի հագարակ գնաց եւ ինքը իրավասությունը չուներ այդպես անելու եւ նրա համար է որ դերը իրեն դատեց այդ մեկ մնացորդած ամնացորդած 13-ում այո Պարզ է, Տեր օրհնի ձեզ։ հա նմանապես մերսի հա ուրիշ հարց Անիկուր այդ հարցը պատրաստել էի ես գիտես որ Տիգրանին մեր հարց պատասխանի ժամանակ փոխանցեմ դու առաջ ընկար Աստված օրհնի պատասխանը լսեցի մերսի շատ լավ որովհետև Աստծո երկրպագության այդ սուրբ իրերի առումով Աստծո սահմանածից դուրս ժողովուրդը չէին կարող ուրեմն վարվել այդ իրերի հետ եթե ինչպես գիտենք նույնիսկ մեծ քահանան եթե տարի անգամ ինքը պետք է ուխտի դաբանագի վրա այդ արյա միջոցով ժողովրդի համար Աստծո առաջ քավություն աներ եւ այն գիտենք այդ քահանան զորնակ չէր կարող դարին 2 անգամ անել Աստված կարող էր իրեն խփել մահով եւ մենք գիտենք որ քահանան մեծ քահանան եւ որ ինքը ներս մտնում էր սուրբ սրբոց մտնում էր մենք գիտենք որ իր ոտիցը պետք է բարանով կապված լիներ բարանը մինչեւ դեպի դուրս սուրբ սրբոցի այդ շրջանից դուրս որբեսի եթե բադահեր որ մեծ քահանան սխալ մի բան արեց ազո ներգայության ազո սրբության առաջ վերջը վերջո մնացած են ղևդացիները նրա օգնականները իրեն դուրս կաշեին եւ որ սկան որ զորնակ քահանան երբեք դուրս չեկավ պետք է այլևս դուրս եկած լիներ ինչ բադահեց ուրեմն եթե մահացավ սա երկու բան կարար նշանակել կամ ինք առողջական խնդիր ունեցավ որ կարող է բադահել կամ ալինք ազոտեմ մեղ գործեց աստծո այդ գարկավորած օրենքի հագարակ անելով մի ցանկացած բան երկրպագության այդ արարողությունների նկատմամբ եւ այս բարակային այդ օզանն էլ ինք շիդակ չարեց հաբա ինք ուզեց օգնել ուխտի դաբանագը տպչելով երբ ինք իրավասություն չուներ այո ուրիշ մի բան էլ ես ասեմ անկեղծ ասած ես մտածում էի որ մահացավ որովհետև ինքը ղևտացի չէր որովհետև Աստծուն ծառայելու որպես ասենք քահանաներ եւ բան ոնց որ ղևտացիներն էին չէ այո այո ու քան որ ղևտացի չէր առաջի պատճառը դա էր որ այո Տերը ոնց որ սենց ասացա մահացավ որտեղ ինքը ղևտացի չէր այո Եվ որ իրավասություն չունի ինք օգտագործելու կամ ընելու մի բան, որ Աստծո կամքի համաձայն չէ, իհարկե Աստված իրեն պիտի այս բարակային ինչպես որ արեց, իր սրբության համեմատ վարվի, որովհետև հին ուխտը այդպիսի բնութագիր ուներ, հին ուխտը
մի խոսքով այո Աստված իր ողորմությունը ցուցաբերում էր շատ անգամ տարբեր ցևելով, բայց այս պարակայում մեկը չէր կարող հին ուխտի մասին խոսում ենք, մեկը չէր կարող մի բան անի, որ Աստծո կամքի հագարակ է, Աստծո նշածի հագարակ այդ ծառայության առումով։ Նրա համար է, որ թիվ 1 պետք է որ այդ բռնիչներից լիներ, եւ թիվ 2 եթե ինք հիմա նայում եմ ես, եթե ինք Ղևդասի այդ համագարկից չէր, իհարկե ինք իրավունք չուներ այդպիսի բան անելու։ Այո, ուրիշ հարց։ Ուրիշ հարց։ Ավարտվեց այդ հարցը։ Հա, կարծում եմ, այո։ Ես առաջին թագավորած 28-րդ գլխից Առաջին թագավորած 10-րդ համարից 28-րդ գլխի, երբ որ Սավուղը Վհուկին ասում է, որ կանչի գալիս է ասելու, որ կանչի հոգի եմ մեկին ուզում եմ որ բերես, ու Վհուկը վերջը Սավուղի կողմից հալածվածներ, քշվածներ, այս մեկին, որը մնացել է, այս Վհուկը պետքա կանչի Սամուելին։ Այս Վհուկը իրավասություն ուներ Սամուելին կանչելու, կամ Սամուելը որտեղ էր ասում է, ես տեսա ներքևից մեկը բարձրացող։ Եվ այս երկրորդ հարցն էլ միանգամից տամ, որ կարող է իրանից է հենց նորից։ Սավուղը, երբ որ Աստված ասում է, ես իմ հոգին նրանից պիտի վերցնեմ, չպիտի թողնեմ նրա վրա։ Սա նշանակում է նրա փրկության մասին է խոսքը, թե նրա թագավորության մասին է խոսքը։ Հիմա թիվ 1 առաջին հարցի հետ զբաղվենք, երկու հարց կա, չէ՞։ Հիմա ես ուրիշ հարց ուզում եմ ձեզ հարցնել, մի տեսա իրական Սամուելն էր կամ ոչ։ Ես հենց այդ եմ ուզում։ Հա, միտը իրական ինքը Սամուելն էր կամ ոչ։ Պիտի թույլ տար Վհուկին իր ծառային, որը որ Հա, հիմա Աստված կարող է թույլ տա, բայց միթե իրական Սամուել մարգարե ինչ որ 13-րդ համարում ասում է, երբ գինը տեսավ Սամվելի, ինքը աղագեց, ինչու համար ինձ գիտես խապեցիր եւ այլն։ Հիմա ասպարակային ոմանք կա մեկնաբաններ կան ասում են, որ հա Սամվել ինքն էր, ուրիշներ կա ասում են ոչ։ Սամվելին չէր, հաբա մի հոգի մներ, որ ցանկանում էր խապել։ Սավուղի խապել այդ բանով։ Հիմա հա, այո։ Երկրորդ խոսքը արդեն Սամուելի կողմից որ ասվում է, սա արդեն մարգարեություն է ասվում։ Հա։ Որովհետև ասվում է, որ վաղը դու իմ մոտ կլես։ Հա, բայց նայր, հիմա նայր, ես անցաբես հավատում եմ, որ Սամվելն էր ինքը, Աստված թողեց նրան։ Եվ նույնիսկ եթե Սամվել չլիներ, սբենք թե սուտ հոգի մլինի։ Սուտ հոգին նկատի ունենալով բادرազմի այդ դետալները, մանրամասները, որ ոնց կարող է ընթանալ, ինքը կարա բան ասել, որ ինչ 50-50%-ով է, կամ այո կամ ոչ է, կամ գմերնի կամ ոչ, չէ՞, այդ բանով, այդ առումով։ Բայց Աստված թողեց, որ Սամվել ինք լինի։ Եթե այդ սցենարով գնանք, եւ 28 գլխի մեջը այդպես ստացվեց եւ այո, իհարկե Սավուղը մահացավ եւ նույնիսկ Հովնաթանն էլ մահացավ, իր տղան էլ մահացավ եւ դերը գամի այո հարաճիգան ամիսների մեջ ավելի մանրագրգիռ կանրադառնանք այս հատվածը, երբ որ ուսումնասիրենք 1 թագավորների 28-ը եւ ելի մյուս հարցը Հայգեղ Պաճան, որ դեն ասում է ես Սավուղի վրայից պիտի վերցնեմ իմ հոգին։ Հիմա որ համարն է ցույց տուր։ Դրանից առաջ է։ Չէ, ադի ուրիշ բան է ադի ուրիշ բան է, այո, ավելի առաջ է։ Հա։ Հիմա հին ուխտում Սուրբ Օգու ներկայությունը մեգումը վրա գալիս էր։ Հին ուխտում սա շատ կարևոր ճշմարտություն է, որ պետք է կարողանանք զանազանել։ Նոր ուխտի մեջ Սուրբ Օգին գալիս է, որ հավատացյալի մեջ ապրի։ Հին ուխտում Սուրբ Օգին գալիս էր տարբեր անձնավորությունների վրա եւ կործանում էր
որոշ ադներ գնում էր, իդ գալիս էր այդպես։ Նրա համար Սամսոնի պես դեմը կա, որ եթե սխալ չեմ հիշում եւ նրա էլ գանդրադառնանք, մեկ թագավորների 20-ի մեջն է, եթե սխալ չեմ հիշում, ուր սավուղ մարդ ուղարկում է, որ Դավթի սպանեն, խումբ ուղարկում է, որ Դավթի սպանեն, եւ այդ մարդկանց վրա Սուրբ Օքին, այդ ոչրակոց լինող մարդկանց վրա, այդ մարդիկ, որ ուղարկված են սպանելու, Սուրբ Օքին գալիս է եւ մարգարեանում են, այսի մի խոսքով ժամանակավոր գերբով դերը իր ցևով նրանց հանդարտեցնում է, որ նրանց գործը չանեն։ Հետո այո, երկրորդ խումբ մնալ նույնպես պատահում է, երրորդ խումբ մնել, այս անգամ Սավուղ ինքը գնում է։ Եվ Սավուղիալ նույնը պատահում է, հետո ասում են, որ միտե Սավուղն էլ մարգարեների մեջ է, բայց սա ժամանակավոր բադահար է, այս բադահար ասել ժամանակավոր իրադարձություն է, եւ մենք գիտենք արդեն իսկ Սուրբ Օքին քաշված էր Սավուղից, հաբա դերը տեղը դված էր 4 հոգի այդ բանով, որ որպես իրեն նեղություն դա շփոթեցնե այդ առումով, ինչու որովհետեւ Սավուղ ինք ճուզեց ազո հնազանդ մնալ։ Եվ դերը արդեն սկզբից ասած էր, որ սա ժողովրդի ընդրածն է, Տիրոջը ընդրածը չէր Սավուղը, այդ բանով դերը թույլատրեց, այո, 40 տարի թագավորություն արեց եւ այսինքն քիչով շատով ինք վատ չէր այդ առումով, որ երկիրը ավելի լավացավ իր ատեն, այո, Դավթի օրով ավելի լավացավ, այո, պատրաստներ կար, բաներ կային եւ հետո Սողոմոնի օրով ամենաբարգավաճ ատենը Սողոմոնի օրով էր, թեև Սողոմոնը գիտենք ինքնա իր անձնական խնդիրներ ուներ, բայց ըստ պարակայում, այո, Սուրբ Օքու ներկայությունը նույնը չէ հին ուխտում, ոնց նոր ուխտում մենք ունենք, նոր ուխտում Հիսուս ինչ ասեց, ինք մխիթարիչ ուղարկում է, ուրիշ մեկը իր նման, նրա նման, եւ ինք ծեր մեջ կլինի ասեց։ Սուրբ Օքին հին ուխտում գալիս էր անցիմը վրա, եւ որ գալիս էր անցի վրա, իր գործը անում էր, բայց սա շարունակական կամ ասենք մշտնչենական կերպով չէ, որ Սուրբ Օքին մնում էր անցի կյանքում։ Եթե իհարկե հավատարիմ անձեր Սուրբ Օքին հետ լինում էր շարունակական, բայց մենք տեսնում ենք, որ Սուրբ Օքու այդ դարբեր գործերը, որ ինքը անում էր դարբեր մարդկանց միջոցով, միան սահմանափակված չէր հավատացյալներով։ Ոչ հավատացյալներով, այլ երբեմն ինքը իր գործը, իր նպատակների համաձայն որոշ բաներ անում էր եւ հետո գնում էր։ Հիմա մենք գիտենք նույնիսկ տեմը կար, որ ուխտի տաբանագի դիրոջը այդ վրանի հետ առաջ որ իհարկե դաջարը շնվեցավ եւ որ դարբեր Մովսեսի օրով խոսում եմ եւ որ դարբեր դերը ասենք ասեց Սուրբ Օքին օրինակ այդ կարողությունը դրվեց որոշ մարդկանց որ էս անեն, այն անեն, սա ժամանակավոր բաներ էր, ասենք գործեր էր Սուրբ Օքու միջոցով, որովհետեւ իր ուզածը ընե որոշ մարդկանց միջոցով։ Եվ հետո, այո, Սամսոնի մասին նշեցիք։ Սամսոն հա, եկավ վրան ուժ արավ եւ արդեն իր գործը արավ վերջացավ։ Հիմա Սամսոն իբր դատավոր, հիմա դատավորներ կային, որ մենք գիտենք, որ այնքան լավ բնութագրով մարդիկ չէին անպայման աստվածավախ այդ առումով։ Հիմա Սամսոնն է մեկը կարա հարցնել, Սամսոն հավատացյալ մարդ էր կամ ոչ։ Չէ՞։ Մեկը կարա հարցնել, բայց բարձաբես որ Սուրբ Օքին վրան եկավ, սա չի նշանակում, որ Սուրբ Օքին իրեն հավատացյալ դարձրեց այդ րոպեում, որովհետև Սուրբ Օքու մեկում վրա քալը եւ գետ գնալը Տիրոջ կամքի համաձայն իր նպատակների համաձայն որոշ գործարքներ անելու համար էր, հետո ինք կարար գնալ, նրա համար է որ Դավիթ Սամոս 51-ում ինք ասեց քո Սուրբ Օքին ինձ մի առներ ասեց, որով ինք տեսած էր Սավուղի կյանքից, ինք եթե մեկը գար, որ առաջնագարկ առումով ինք տեսած էր, ինչ կլինի երբ Սուրբ Օքու ներկայությունը մեկումը մոտ չլինի, տեսած էր Սավուղ ինչպեսի գիժի նման մարդ տարավ, եւ նրա համար ինք որ մեղ գործեց, հասկանում էր, որ դերը կարա Սուրբ Օքին իր ներկայությունը իր վրայից վերցնե։ Դրա համար ասեց Սուրբ Օքին ինձ մի առներ։ Մենք չենք կարող, ելի ասենք, մենք չենք կարող
այդ համարը օգտագործել նոր գդագարանի հասկացողության հետ, ասելով, որ դերը գարա այսօր նոր ուխտում Սուրբ Օքին հավատացյալի միջից առնե։ Սա է դարբերությունը։ Ճշմարիտ վերստին ծնվածին Սուրբ Օքին, եւ որ Ազոխոսքը ասում է հավիտենական կյանք տալիս է Տեր, հավիտենական կյանք ասելը, որ այն ռոբեում, որ հավիտենական կյանք տրվեցավ, մեկումը որ Տիրոջ շնորհով հավատաց, այդ հավիտենական կյանքը հավիտենական է, չի կարող ընդհատվել։ Եվ նրա համար է, որ սխալ է, որ մեկը գնա մեջբերում անե, իբր խաչացե ողում ասելու, բայց նա Դավիթ ասեց ինքը հավատացյալ լինելով Սուրբ Օքին գարա իր մե վերցվիլ։ Շիդագ է հին ուխտի առումով, բայց ոչ թե բրգության առումով էր Սուրբ Օքու ներկայությունը։ Ինչու, որովհետև ինչպես մի քանի օրինակներով նայեցանք, Սուրբ Օքին գալիս էր, իր գործը անում էր, երբեմն մնում էր, երբեմն գնում էր, եթե մեկը անազանց էր, կամ գնում էր բարձրապես ժամանակավոր կորձնելու, ինչպես այդ Սավուղի մարդիկը, սիմվորները, որ ուղարկեց, Սուրբ Օքին եկավ կորձ արեց, որովհետև նրանք խելոք մնան, Դավիթի ետևեն չգնան, որովհետև եթե դերը թույլ տար, կարող է որ Դավիթի կարողանային բռնել։ Եվ նույնպես Սավուղել։ Ուրեմն նրա համար է, որ այդտեղից կորձնական սկզբունքը կարանք մենք վերցնել, որ եթե դերը, ինչպես դեմը արագացում է, որ ասում է դերը ինքը իր մեր տշնամիները գարա, այսինքն այնպիսի ձևով անել, որ մեզի մեր անտեպը ավելի բան անել, բարի, որ դեմ արագացում կա այդպիսի համարը, ասին դերը կարող է տշնամին ոնց որ հաշտեցնել, եթե ինքը ցանկանա։ Սավուղի բարակային այդպես արեց եւ Սավուղ ինքը հիմա սա ուրիշ հարց է, դերը կամի էլի գզրուցենք, երբ մեկ թագավորների շարունակում ենք։ Սավուղ միթե ինքը հավատացյալ էր կամ ոչ։ Հիմա պատասխան չեմ ուզում տալ, նրա մասին անդրադառնանք, երբ որ ամբողջացնենք մեկ թագավորների եւ երկու թագավորների սկիզբը, որ այնտեղից որոշ 1-2 համարներ կա, որ մեզ կարող է այսպես ասել կամ այնպես ասել, հետո խորտացենք, զրուցենք։ Այո։ Հաջորդ հարցը։ Լավ հարցեր են մինչև հիմա, շնորհակալ եմ։ Այո։ Հիմա Online գտնողներից կա մեկը։ Երազի մասին կգնացեք, Գծի մեջ են մեր։ Այո, 6-7 օր կա։ Այսպեսի հարց աշխարհը, որ 7 օրում 6 օրում ստեղծեց եւ 7-րդ օրը հանգստացավ մեր Տեր Աստվածը, ու մարդիկ կան, որ ասում են մեկը ամեն բան արդեն արարված ստեղծված է մինչև մեր կյանքի վերջ։ Մենք այլ աղոթքի կարիք չունենք, ճշմարիտ չէ այդ իհարկե այդպես ասելը, բայց ոնց հաստատական մարդուն բացատրենք, ասենք որ բայց մի տեղ էլ Հիսուսն ասեց, չէ, անդադար աղոթք արեք, արթուն եղեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Ոնց բացատրենք, որ ոնց խոսքը տանք, էլի հասկացնենք, որ այո, ճիշտ է, ստեղծվել ամեն բան սկզբից մինչև վերջ, բայց աղոթքի կարիքը անհրաժեշտ է։ Լավ հարց է, Անի ջան։ Հիմա ինչ որ հասկացա ձեր հարցից, գրգնեմ հարցը, որ դուք հաստատեք, թե նա է հարցը կամ ոչ։ Այսինքն մի խոսքով աղոթքի եւ Աստծո գամքի կամ նրա նախախնամության հարաբերությունը մեր կյանքում։ Այո։ Okay, ուրեմն սրա վրա իհարկե սա էլ կարևոր թեմա է եւ Աստծո խոսքում լիքը բաներ կա ասելիք սրա վրայով։ Հիմա հագիրճ կերպով Աստված իր գամքը ունի, Աստված ինք կանե ինչ որ ինք ցանկանում է անել եւ ինչ որ ինք ցանկանում է անել արդար է, շիդագ է եւ հավատարիմ է եւ սուրբ է։ Համաձայն ենք։ Հիմա, բայց աղոթքը մեր բարակայում, աղոթքը ինչ դեր ունի մեր կյանքերում։ Այսինքն մի խոսքով ինչ որ քույրը հարցրեց, ինչ որ իր ըսածի առնչությունը հետևյալն է, միթե կարևոր է մենք աղոթենք, եթե Աստված արդեն իր ընելիքը գանի, իր ըսելիքը կգանի եւ ինչ որ ինքը ցանկանում է գանի։ Ինչա իմաստը։ Արդեն առանց։ Ասма 7 օր արդեն եղավ, օրերը ավարտվեց, գործը կատարեց ու ավարտված է։ Արդեն որոշված է եւ արված է եւ ավարտված է։ Հիմա եթե կատարված է, վերջացած է, հիմա ինչ կարիք ունի նորից աղոթել մի բանի շուրջ, Դե անի հարցը։ ավարտված է։ Հասկացա, բայց Աստծո գամքի հետ կապ ունի, որ Աստված իր ընելիք ինքը բարձր արարչակորության այդ մասը բերեց, բայց ադի անպայման ուղագի առնչություն չունի հարցին, որ հարցը ընդհանրական է, ընդհանուր սուր կրկում։ Հա, միան
առարչակորության հետ կապ չունի, հապա ընդհանուր Սուրբ Գրքի հետ կապ ունի, ասելով որ Աստված իր նելիքը արեց, okay, ոչ թե միայն առարչակորության առումով, որ փրկության պիտի խոսենք, առարչակորությունը միայն առարչակորությունն է, դեր փրկությունը կա, չէ՞, մեր կյանքում։ Ինչու որովհետև առարչակորության ամբողջացումը մեր փրկությունը եւ սրբակորցումն է։ Հիմա երբ մենք նկատի առնում ենք Աստծո կամքը, որ Աստված, okay, միթե ինք սա ուզում է կամ նա ուզում է։ Հիմա գլխավոր օրինակ տանք։ Քրիստոսի մատնվելու գիշերը ինք Ղուկաս 22-ում դերմը ասեց, որ Հուդայի վրայով սահմանված է ասեց, որ որդի մարդո գնա, բայց վայ նրա ցերքով, որ այդ կպատահի։ Ավելի լավ կլիներ, եթե ինք երբեք ծնված չլիներ։ Ինչու որովհետև ինչ որ Աստված սահմանած է անել, որոշած է անել, մենք գիտենք մարգարեություններից ուխտից, արդեն իսկ Մեսիան պիտի ուղարկվեր, չարչարվեր, եւ ինչպես Եսայի 53-ը, Սամոս 22, այդպիսի գլուխներում ունենք։ Բայց Հուդայալ իր բաժինը ուներ։ Հիմա ես սա գաբում եմ մեր աղոթքի բաժնի եւ Աստծո գամքի նկատմամբ։ Հիմա աղոթքի վերաբերյալ, հիմա որ օրինակ Աստծո խոսքում գարտում ենք, Հիսուս ինք գնաց Մատթեոս 26-ում աղոթեցեք ասեց, չէ, որովհետեւ փորձության մեջ չընկնեք։ Հիմա եթե Աստված ինք սահմանած է, որ մենք փորձության մեջ չմտնենք այն օրը, այն բահում, ուրեմն մենք պետք չունենք աղոթելու։ Իհարկե պետք ունենք աղոթելու։ Հիմա եթե Աստված սահմանած է, որ զորօրինակ մեր եկեղեցին օրհն է, մեր խումբը օրհն է, ուրեմն մենք պետք չունենք աղոթելու, ընդհանրապես պետք է աղոթենք։ Խնդիրը նա է, որ մենք աղոթքի գաղափարը երբեմն սխալ հասկանում ենք։ Մենք կարծում ենք, որ աղոթքը Աստուծո գամքը փոխելու մասին է, թե մենք այդպես չենք ասում, այդպես չենք խոստովանում, բայց աղոթքը Աստծո գամքը փոխելու մասին չէ, հապա ինչպես Տերը մեզ սովորեցնեց Մատթեոս 6-ում, քո գամքը դլա ասել, չէ՞։ Աշակերտները ասին ո՞նց աղոթենք, այսպես աղոթենք, Հայր մեր, որ երկինքում ես, կանոն սուրբ լինի, քո գամքդ լինի, ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա։ Այսինքն մի խոսքով աղոթելը մեր խնդրանքները, նպատակները, ցանկությունները, փափակները Աստծո գամքին այդ բաննելն է, Աստծո գամքի հետ համահունչելն է, միացնելն է, քան թե Աստծո գամքը փոխելն է։ Հիմա իհարկե մեկը կարող ասել, որ Սուրբ Գրքում միտը տեղեր կա, որ, բայց քանի որ մեկը աղոթեց, Աստված իր միտքը փոխեց։ Հիմա նրա մասին էլ անդրադառնանք, ինչու որովհետև զորնակ Հովնանի կյանքը նինվեցիներու հետ, հետո գամ Մովսես ելք 32-ում, երբ որ Աստված ասեց մեկ կողմ գնա եւ այս ասեց ասկը ասև ես բջացնեմ, ոչնչացնեմ եւ ես քեզ նոր ասկ կնեմ եւ այլն։ Հիմա թիվ 1 մեր աղոթները կարևոր դեղ ունեն, ինչու որովհետեւ Աստծո գամքի նկատմամբ, որովհետեւ մեր աղոթները կարևոր են, որը մեզ սրբացնում են, ավելի Աստծո գամքի համաձայն օգնում են, որ մտածենք, եթե չաղոթենք, պիտի բաց թողնենք հասկանալը ավելի եւ ավելի Աստծո միտքը ըստ Սուրբ Գրքի համաձայն։ Ինչու՞ մեկը կարող ասել ես մի սուրբի կարդում եմ, բայց չեմ աղոթում։ Սխալ է։ Չի կարելի այդպես բան։ Աղոթքի միջոցով Աստված մեզ լուսավորումը, առաջնորդումը իր խոսքի նկատմամբ էլ իհարկե։ Ես չեմ ասում, որ մեկը կարող ասել, որ ես պետք չունեմ Աստծո խոսքը գարտալու, ես միայն աղոթում եմ։ Ուզադի չափ աղոթե, եթե Աստծո խոսքը չգիտես, բավարար չափով Աստված քեզ պիտի չառաջնորդի։ Այնպիսի ցևով, որ պետք է առաջնորդի։ Ինչու որովհետև Աստծո գամքը նույնիսկ աղոթելը, ինչու աղոթելը, ոնց աղոթելը, երբ աղոթելը, ումի համար աղոթելը Աստծո խոսքով հայտնի եղած է մեզ համար։ Եթե մենք Սուրբ Գիրքը չունենայինք, աղոթ չենք գիտնար, ինչս է, ոնց պետք է աղոթենք, ինչու համար պետք է աղոթենք։ Ուրեմն Աստծո գամքը, Աստծո նախախնամությունը, նրա գերիշխան նախախնամությունը, որ ինք գանի ոնց որ ինք ցանկանում է անի, զորօրինակ Եփեսացիների 1:11-ում, նայեցեք այս համարը, ասում է Եփեսացիների 1:11-ում, նրանով մենք էլ ժառանգությունը ստացանք Հիսուսով, հետևելով նրա նախասահմանած ծրագրին, որ ամեն բան
Հիմա միայն փրկության մասին չի խոսում, որ ամեն բան հաջողեցնում է իր գամքի խորհրդի համաձայն։ Հիմա իհարկե համատեքստում փրկության մասին խոսում է, բայց սա միայն չի սահմանափակվում փրկության նկատմամբ, ամեն բան ասում է ինք հաջողեցնում է իր գամքի խորհրդի համաձայն։ Այսինքն մի խոսքով չկա ոչ մի բան այս կյանքում, որ Աստված օրը ինք պիտի ասի, որ ես ասպես կամեցա, բայց չի հաջողեցավ իմ ուզած ձևով։ Հիմա ոնց մենք մեր աղոթները Աստծո գամքի հետ պետք է ոնց որ համահունչ անենք ասեմ, կամ զուգահեռ ընդանան, որտեղ այդպես է, Աստված մեզ չի բարդատրում, որ մենք նրա քաղնի թաքնված գամքը գիտնանք։ Ինչ որ հայտնի կամքը կա, ըստ գրքում, մեզ բարդատրված է, որ գարտանք, հասկանանք, իմանանք եւ գործի տնենք, հա։ Բայց թաքնված կամքը, ինչ որ 2 Օրինաց 29-29-ում ասում է, սա նրա պատկանում է։ Եվ Աստծո գերիշխանության մեջ բաներ կան, որ մենք չգիտենք։ Օրինակ, Քրիստոսի գալուստը երբ կլինի, մենք չգիտենք։ Բայց մի բան Աստծո խոսքը հստակ անում է, որ մենք պետք է աղոթքով պատրաստ լինենք, որ նրա դիմավորենք, սա մեր բարդականությունն է, սա մի փոքր օրինակ։ Աղոթքը կարևոր դեր ունի Աստծո գամքի նկատմամբ, բայց սա չի նշանակում, որ աղոթքը կարող է Աստծո գամքը փոխել։ Երբեք։ Նույնիսկ Սուրբ Գրքում երբեմն դեղեր կարող է տեսնանք, որ հա, բայց կարող եք ասել, ով է կեղբայր, այստեղ Աստծո խոսքը այսպես ասում է, նրա անդրադառնանք քոնի 2 օրինակ իմ մտի ունեմ։ Առաջին Հովնանի կյանքը։ Հովնանի կյանքում Աստված ասեց գնա քարոզիր մարդկանց Նինվայի մեջ։ Okay։ Եվ ինք ճուզեց։ Հիմա վերջո ինչ եղավ, վերջո գնաց քարոզեց։ Հիմա Աստված ասեց, որ եթե չաշխարեն 40 օրվա մեջ, այսի 40 օրեն յետքը պիտի գործանե եւ այլն եւ այլն։ Հիմա սա չի նշանակում, որ Աստված իր գամքը փոխեց։ Հիմա Աստծո գամքի մասին խոսում ենք, աղոթքի մասին միայն չենք խոսում։ Աստված մեզ միշտ ասած է, որ եթե մեկը ապաշխարի, ինքը կների։ Ինքը իր գամքը փոխած չէ երբեք։ Եթե չապաշխարի, կդաստիարակի կամ կպատճի։ Կախում ունի, եթե մեկը ավադացյալ է կդաստիարակի, եթե ոչ ավադացյալ է կպատճի։ Այդ բանով։ Ուրեմն Աստված ինք իր մտադրությունը միշտ անում է։ Նինվեի բարակայում Աստված երբեք իր միտքը չփոխեց ասելով, որ հա հիմա որ ժողովուրդը զղջացին, ուրեմն ես կներեմ նրանց, իմ միտքս փոխում եմ։ Չէ, Աստված միշտ ասած է սկզբից։ Սկզբանից ասած է, եթե մեկը ապաշխարի, կների, եթե չապաշխարի, այսպես կլինի։ Ուրեմն Աստված երբեք իր միտքը չփոխեց։ Ելք 32-ում, երբ Մովսեսի բարակային ժողովուրդը հիշում եք, նրանք այդ ոսկե ցուլը եւ արեցին եւ ոնց որ Աստծո հագարակ գնացին Աստծո երկրպագության նկատմամբ եւ Աստված եւ որ Մովսես սարից իջավ, ասեց մեկտի արա, ես սրանց պիտի սպանեմ եւ քո միջոցով նոր ազգ պիտի բանանեմ։ Հիմա Մովսես այստեղ երկընտրանքի արչեւ էր։ Գամ ինք պիտի ասե, ով դեր, եթե քո գամքը այդպես է, ինձ ինչ լավ է իր սրտում մտածելով, որ իմ միջոցով նոր ազգ սկսի, որովհետև այս մարդիկը արդեն ինձ հոգնեցնում են անաբատում, որքան նեղություն տալիս են ինձ, չէ, այդպես չմտորեց։ Մովսես ինչ արեց, մյուս այդ ընտրությունը որտեղրեց, ասեց, բայց ով դեր, եթե այդպես անես, ասեց, ինչ կլինի, ասեց, թշնամիները ինչ կասեն։ Մի խոսքով մարդիկ ինչ կասեն, որ դու հզոր ցերկով նրանց դուրս հանեցիր Եգիպտոսից եւ հիմա չես կարող շարունակել այդ գործը, այսինքն ոնց որ անկարող ես ամբողջացնելու այդ բարի գործը, որ սկսեցիր։ Եվ դերը ասեց, ես ներեցի, ասեց, քո աղոթքի համաձայն, քան ինչու իր խոսքի համաձայն ինքը աղոթեց, Աստծո խնդրեց Աստծուց։ Հիմա հետեւյալն է հարցը, միթե Աստված միտքը փոխեց կամ ոչ։ Ոմանք կարծում են Աստված միտքը փոխեց։ Ոչ, Աստված միտքը չփոխեց երբեք։ Աստված ինք փորձեց Մովսեսի։ Աստված հիմա այսպես ասեմ, երբ մենք երկընտրանքի առջև ենք, Աստված ինք չի հայտնում
բոլոր ադեն իր հավիտենական գամքը, հապա ասված մեր խոսակցության հագաստեցության համացան ինքն այդ հարաբերությունը ստեղծում է մեզ հետ, որ միթե մենք ինչ պիտի ասենք, ինչ պիտի անենք կամ պիտի չանենք, բայց ասված այդ ռոբեյում Մովսեսի չի հայտնաբերում իր հավիտենական նպատակը գամքը Իսրայելի ժողովրդի համար, որ թեման նրա վրայով է։ Ինչու գիտենք, որ մենք ասված սկզբանից Աբրահամի միջոցով ասած էր ոնց կլինի, որ իր սերունդից պիտի գա, իհարկե Հակոբի 12 որդիներու միջոցով պիտի գա։ Հիմա մենք գիտենք Մովսեսը մի ցեղից էր, Ղևի ցեղից էր։ Հիմա մեկը կարող ասել, որ բայց Ղևին էլ Աբրահամի որդի է, բայց Հակոբի միջոցով, Հակոբի զավակներու միջոցով, այսինքն Հակոբի զավակներու ներկայությունը, այդ 12 ցեղերու ներկայությունը կարևոր է։ Մովսես միան ներկայացուցիչն է մի ցեղի այդ առումով։ Ուրեմն ասված երբ Մովսեսի այդպես ասում է, ինքը չի չեղարկում իր նախորդող նպատակը խոստումը Աբրահամի, հապա այդ մոմենտում ինչ որ հարգը բանջում է, որ Մովսեսի այդ զրույցը ունենա, Մովսես աղոթում է, բայց իր աղոթքը, խնդրանքը, որ ներեսելով իրենց մեղքը, սա չի հագասում ազգամքին, հա բանտագարակը գադարում է ազգամքը բաբանելով ազգ խոստումը Աբրահամի միջոցով, Հակոբի միջոցով այդ սերունդի, որ Իսրայելն է։ So նրա համար է որ մեր աղոթքը կարևոր դեր ունի ազգամքի մեջ, բայց մեր աղոթքը երբեք ազգի դանգյունից ազգամքը երբեք չի կարող փոխել։ Երբեք չասենք, որ ես աղոթեցի ասելով, ուրեմն Աստված ասան գարես, եթե չաղոթեի, Աստված ինքը գարձեք թե սխալը պիտի աներ։ Բայց ինչպես է քույրը հարցրեց, միթե մեր աղոթքը դեղ ունի ազգամքի մեջ, այո։ Ամեն բաներ աճ աղոթքը մեզ է, որ սրբացնում է, մեզ է, որ փոխում է, մեր այս աշխարհայացքը ազգով վրա կենտրոնացում է, քան թե աշխարհի բաների կամ ոչ սուրբ բաների վրա, նրա համար է, որ մեր աղոթ եւ սուրբ գրքում լիքը բաներ ունենք, ուր Աստված իր գամքը հավիտենական ինքը իր որոշումը արած, ինչ որ քույրը ներկայացրեց Արթուր եղբայրս 6 օրվա առաջակորցության կատարելագործումով։ Ավելի ճիշտ է, այսինքն Աստծո հավիտենական որոշումներու նկատմամբ։ Եվ նայեցեք, Աստված ինչ որ որոշած է միշտ հավիտենական է։ Որքան Աստված հավիտենական իր բոլոր որոշումներն հավիտենական են, Աստված նոր որոշումներ չի առնում ժամանակի ընթացքում։ Հայտնում է ժամանակի ընթացքում, բայց չի առնում նոր որոշումներ ժամանակի ընթացքում, չէ՞ թե ոչ, ասել է, որ եթե Աստված զորնակ այսօր մի որոշում առնե, հայտնելը մի բան է այդ որոշումները, նոր որոշում առնելը ուրիշ բան է, եթե այսօր Աստված ասեր, որ ես նոր որոշում առնում եմ, այնուհետև ասել է, որ Աստված ինք հավիտենականության մեջ սխալված էր, դարբեր որոշում առնելով այսօր, որոշ թեմայի առումով, որ սբենք թե միլիոն տարի առաջ այսպես որոշում արած էր, հիմա հագարակը որոշում արեց, չէ, այդպես չի կարող Աստված անել, որ Աստված անփոփոխ է իր բնութագրի մեջ եւ միևնույն Աստված հավիտենական է եւ իր ծրագիրներն ալ հավիտենական են եւ նրա համար է որ Եփեսացիների մեջ կարդացինք որ Աստված հաճոցնում է ամեն բան իր գամքի խորհրդի համաձայն բայց աղոթքը մեր կյանքում տեղ ունի իհարկե Աստված չի անում ոչ մի բան առանց մեր աղոթներին երբեք չկարծենք որ Աստված ինք ներողություն, այսպես ասեմ, Աստված չի անում ոչ մի բան, որ նրա մեջ չի կարելի լինել մեր աղոթների ներդրումը։ Կարող է լինել, կարող է չի լինել։ Ինչու ասի, որովհետև ես արագ խոսեցա, ասելով, որ Աստված, այո, ադեններ ինք որոշ բաներ անում է առանց մեր աղոթներին։ Ուրիշ ադեն մեր աղոթների համաձայն։ Ինչու որովհետև Աստված որոշ բաներ կար մեր աղոթներու ներդրումի պետք չունի։ Օրինակ առարչակորությունը, չէ՞։ Մենք ոնց չէինք, նույնիսկ որ աղոթենք առարչակորության համար, կամ նույնիսկ երբ Աստված օրինակ որոշ արարք մարեց, մենք տակավին ծնած չենք։ Բայց այսօր, եւ որ մեզ սված է պետք է աղոթենք, այն բաների համար որ Սուրբ Գիրքը հաստատում է։ Երբ բաներ եթե կան, որ Սուրբ Գիրքը չի հաստատում, օրինակ, հիմա Աստված միթե ասում է մեզ որ մենք պետք է աղոթենք որ սատանան հազարամյա ընթացքում գավվի։ Չէ։ Աստված երբեք այդպես բան մեզ չի հորդորում, որ մենք անենք։
որովհետև եթե Աստված ինք գերիշխան է, ինք Սատանայի հետ պիտի կորձակցի, պիտի նրա կաբի, կաշկանթի, որ Սատանան իր նելիքը չանի, Աստծո կամքի համաձայն։ Բայց Աստված երբեք մեզ չի ասում, որ ես ձեր աղոթներու գարիք ունեմ ամեն բանի մեջ, ներառյալ Սատանայի, ասենք, գավելու մեջ ալ։ Բայց ուրիշ տեղեր կա, որ Աստծո խոսքը ստականում է, որ սրբերի աղոթքի համաձայն Աստված ինք պատասխանում է։ Նայեցեք, Գործք առաքելոց 4-ում, երբ սրբերը հալածանքի նկատմամբ 4-րդ գլխի վերջը Գործք առաքելոցում, նրանք միասին հավաքված են աղոթեցին, դեղ շարժեցավ, ավադացյան Սուրբ Օգով լեցվեցան եւ շարունակեցին Աստծո խոսքը քարոզել։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ մեր աղոթները կարևոր տեղ ունեն, նույնիսկ Աստծո խոսքի ասպարակային տարածման մեջ։ Հա, Աստված եթե ուզենա, ինչպես մենք գիտենք, հավիտենական ասում է այդ ավետարանը հայտնության մեջ հրեշտակի միջոցով, նեղության շրջանում հրեշտակի միջոցով պիտի անե, բայց սա չի նշանակում, որ այն ադեն հավատացյալները չկան, որ չեն ավետարանում։ Այսինքն մի խոսքով Աստված եթե ուզենա հրեշտակ ուղարկել, որ իր ավետարանը տարածե, ինք կարա անել բոլոր աշխարհում, ինչ որ հայտնության մեջ ասում է, բայց Աստված մեզ միասին համագործակցող, այսինքն մարդիկ ենք մենք, որ ինք ընտրած է, որ մենք այդ ներդրումը ունենանք մեր աղոթքով, մեր ծառայությունով եւ Աստված այդպես կամեցավ։ Ուրիշ լիքը օրինակներ կան Աստծո խոսքից, ուր տեսնում ենք, որ մեր աղոթքը կարևոր դեր ունի։ Ոչ թե Աստծո միտքը փոխելու, հապա համակերպելու մեր կյանքը, մեր ցանկությունը, մեր նպատակները, մեր աղոթներն Աստծո գամքին ըստ Աստծո խոսքի համաձայն, որբեսի մեր կյանքերը ավելի համաունչ լինեն Սուրբ Հոգով լեցուն ընթացք ունենալուն։ Որքան քիչ, այո, ասեք։ Այսինքն մեր աղոթքներով մենք անընդհատ երկխոսության մեջ ենք մեր Աստծո հետ, կապը էլի անընդհատ կապ ունենում ենք, այդպես չէ հասկանանք։ Թե նա, թե այո, այդ կապը եւ թե միևնույն աղոթքի այդ կապը, որ ունենք Աստծո հետ, Աստված մեզ իհարկե Աստծո խոսքը պետք է միշտ նկատի ունենանք, որ մեր աղոթները Աստծո խոսքով առաջնորդված լինեն։ Չլինի, որ մեր աղոթները բացակա լինի Աստծո խոսքը նրանցից։ Ինչու՞, որովհետև եթե ասենք, ես պետք չունիմ Աստծո խոսքին, ես խոսում եմ։ Խնդիր ասա։ Ես պետք չունիմ Աստծո խոսքի ներդրումին, հապա որքան որ մեր միտքը եւ սիրտը Աստծո խոսքով ողողված լինի, անքան ավելի մեր աղոթները Աստծո կամքի համաձայն կարան լինել։ Որ չլինի, որ մեր աղոթները դադարք անիմաստ ցևով դուրս կան մեր բերանից։ Ներողություն Անիկ ջան, վերջացրեցիր հարցը։ Այստեղ Անիկ հրոջ հարցի հետ կապված ինձ մոտ մի հատ ուրիշ հարց առաջացավ։ Սենց հարցը ձևակերպեմ։ Լավ, եթե ի սկզբանե Տերը ամեն ինչ որոշել էր, չէ՞։ Տենց է, Տերը ամեն ինչ որոշել էր, ընդհուպ ով է իր զավակները, ով է չարի զավակները եւ այլն, հա, ինքը ի սկզբանե այդ ամեն ինչը արդեն գծած պատրաստ կար։ Հիմա մենք հասկացել ենք, որ ապաշխարելուց հետո, եթե ճիշտ քայլում ենք Տիրոջ ճանապարհով եւ Տիրոջ նպատակների մեջ, ճիշտ ենք մեզ պահում, այդ օրհնությունը մեր համար կա փրկության։ Այսինքն ապաշխարությունը զուտ ինքը ապաշխարությունն է, որ Տիրոջը քո մեջ ընդունես եւ գնաս դեպի Տերը եւ իսկ եթե մարդիկ, ովքեր որ չեն ապաշխարել, բայց երբ որ իրանց ասում ես, խոսում ես իրանց հետ, այս ոնց որ Անիկ հրոջ խոսքի շարունակությունն է։ Հիմա մարդն ասում է, եթե Աստված ամեն ինչ արդեն որոշել է։ Հիմա ես ամբողջ օրը աղոթեմ, թե չաղոթեմ, եթե ես Աստծունը պետք է լինեմ, ինքը ինձ այսպես թե այնպես կտանի։ Եթե ես Աստծունը չպետք է լինեմ, ինչքան ուզում եմ աղոթք անեմ, միևնույնն է ես չեմ դառնալու Աստծունը։ Այս պահը ոնց կարելի է մարդկանց բացատրել կամ թեկուզ հենց ես, որ դա չեմ հասկանում, եթե Տերը որոշել է, որ ես իրանն եմ, ես հասկանում եմ աղոթքները ինչ ազդեցություն ու ինչ նպատակ ունեն։ Բայց եթե այն մեկին չի որոշել, այն մարդն ասում է իմ աղոթքը ինչ նպատակ ունի, բայց ես ինչ իմանամ, ասենք,
ես տիրոջինն եմ, թե չէ։ Հիմա մի Եթե տիրոջինն եմ կտանի, եթե տիրոջինը չեմ չի տանելու, ինչի համար այսքան ես ինձ ամեն ինչ ասենք ոնց որ ամեն դեպքում դժվար ճանապարհ ենք անցնում մենք բոլորս տիրոջով։ Սովակուր շատ լավ հարց է եւ ավելի ճյուղավորված հարց է իհարկե։ Հիմա մի հարց։ Հիսուս երբ Պետրոսի եւ մյուսներին ասեց աղոտ կարեք ասես Մատթեոս 26-ը փորձության մեջ չընկնեք։ Հիմա եթե ազո հավիտենական գամքի համացան ասված ոչ թե միայն գիտեր, հաբա ասված սահմանած էր, որ Պետրոս եւ մյուսները քունի անցնեն կամ աղոթեն, չէ՞։ Հիմա միթե Հիսուս իրենց հնարավոր է որ քար ասեր, գիտեք Պետրոս ջան, Հովանես, Անդրեաս, Սագոպոս եւ այլն դուք պետք չունիք աղոթելու, որովհետեւ ես գիտեմ ինչ կպատահի, պիտի քունի անցնեք։ Ուրեմն պետք չունիմ ցես բան ասելու։ Եթե այդ տրամաբանությունով նայենք, ամեն բան այնադեն Հիսուս կարար ասեր, հուդա ես քեզ ընտրեցի, բայց գիտես վերջը լավ չէ։ Ասված չհայտներ այդպեսով իր կամքը։ Կամ Պետրոս գիտես, այն օրը որ Ղուկաս 5-ում գանչեց նրա Պետրոս ասես ես մեղավոր մարդ եմ Ղուկաս 5-ի մեջ, գիտես Հիսուս կարար ասել օրը ինձ պիտի ուրանաս 3 անգամ եւ այլն, դեռ այդպես չի անում։ Շատ լավ հարց է քույրս ծեր ասածը եւ ինչպես ասի, լավ ծևով ճյուղավորված հարց է։ Հիմա Աստծո գամքի վերաբերյալ, այո, փրկության առումով ալ հբեցիկ, այդ թեման ալ բանարեցիք, որ հիմա մարդկանց ես ինչ անեմ, նայ, հավատքը լսելուց է լսել Աստծո խոսքից է, Հռոմեացիներից 10:17։ Այսինքն, եթե մեկը Աստծո խոսքը չլսի, հավատ չի կարող ունենալ։ Մեկը վակյումի մեջ, դադարգության մեջ չի կարող հավատալ։ Հիմա երբեմն մարդիկ ասում են, հա բայց օրինակ չի կարելի օրինակ երազի մեջ եւ այլն Հիսուս կա եւ մեկումը ասե որ ասանանանք, օքեյ, ասպես ասեմ, սեբենք թե մեկումը երազում եկավ դերը եւ այդ անձը որ հավատացյալ չէր, հավատացյալ դարավ հետո։ Ինչու որովհետեւ երբեմն բացմություններ լսում ենք, որ Բարսկաստանում, չգիտեմ ինչ ուրիշ տեղեր, ուրիշ վայրերում ուր մարդիկ Քրիստոսի դառնում են։ Սեբենք թե դերը այդպիսի այլասկիմը եկավ եւ երազում, չգիտեմ, կարող է որ առանց խոսքի ալ նույնիսկ, միան իր ներկայությունով։ Ինչ որ երբեմն բաներ լսում ենք, հա բայց ասպես ասեմ, մեկումը ներկայությունը, եթե Հիսուս ներկայացնում է, եւ այդ անձը եթե գնաց հետո ուսումնասիրեց ավետարանը, հավատաց ավետարանը յուղես, իհարկե Աստծո խոսքը պետք ունի, չէ՞ թե ոչ միան այդպես Հիսուսի ասենք լույսը տեսնելով կամ դիմակից տեսնելով ադի մեծ բան չի նշանակում։ Ինչու որովհետև հավատքը լսելուց եւ լսել Աստծո խոսքից է։ Հավատ պետք է լինի, որ հիմնված է Աստծո խոսքի վրա։ Ես չեմ ասում ամեն մի մանրագրգիռ դետալի վրա։ Մենք գիտենք ինչի մասին խոսում ենք, որ ես մեղավոր եմ, ավետարանը ասում է, որ Հիսուս մեղքերուս համար մեռավ, եւ այ գիտեք սա է ամենահիմնական մասը։ Սա է ամենահիմնական մասը, որ մեկը պետք է հավատա սրտանց եւ մեղքերը խոստովանելով Քրիստոսի դառնա, որբեսի դիրոջ ցավակ լինի, ուրիշ բան չկա։ Հիմա միթե դիմացի անձը, որ հետը զրուցում ես ավետարանը, դու գիտես այդ անձը պիտի ավետացյալ դառնա օր մգան ոչ։ Մենք չգիտենք, ես չգիտեմ, դու չգիտես։ Մեր բարդականությունը ավետարանը գիսվելն է։ Գիսվե ավետարանը եւ մնացը Աստծո գցկես։ Եթե ասված հիմա ծեր հարցի համացան, ըստ սուրբ գրքի մեր ասեմ կոնե իմ համոզվածքի համացան, որ ասված ինք այո հավիտենականությունից իր սրբերը գիտե ով են։ Գիտե ասելով ինք եթե պոզիտիվ ծով ընդրած է կամ բարձրապես դեսած է ով հավատում է եւ նրան պիտի հավատա ժամանակի ընթացքում երկու բան է ասիկա։ Հիմա ես հավատում եմ որ ասված սկզբանից ինքը ընտրած է իր սրբերը իր շնորհի ջոխության համացան։ Ասի ուրիշ թեմա է, բայց նույնիսկ եթե մեկը հավատա որ չէ ասված միան այդպեսով ընդրած չէ, ասված դեսած է նրանց հավատքը նրա համար իրենց ընտրած է, նրանց գործերը նրա համար իրենց ընտրած է, նույնիսկ եթե այդ տրամաբանությունով ընթանակ, մի բան հստակ է, որ ասված սկզբանից արդեն ամեն բան գիտե։ Ոչ մի բան, ասված եթե հավիտենական է, ասել է որ իր ամենագիտությունը հավիտենական է։ Ասել է որ ասված որքան ադեն է ինք արգա էակ է, որ հավիտենականությունից ինքը գոյություն ունի, ասված ամեն բան գիտե
անփոփոխ ղերբով, չէ թե ոչ Աստված չի կարող լինել, եթե ինք մի սխալ օրինակ դեղեկատվություն կա իր հասկացողության իմացության մեջ։ Եթե հավիտենականությունից գիտե, ես հարց տամ, միթե կարելի է որ այսօր մի բան փոխվի այստեղ։ Ոչ, բայց մեր դիտանկյունից, հա։ Դրանումն է, հենց ամբողջ խնդիրը դրանումն է, որ եթե Տերը ի սկզբանե որոշած է արդեն, որ սա իր սուրբն է, սա ոչ։ Հիմա սա ոչը, ասում եմ ես ինչի համար այդքան աղոտ քանեմ, եթե ես ի սկզբանե որոշված եմ, որ Իրանում գիտեմ, ինքը ինձ մի օր կտանի, ինչի համար ես հիմա ոնց ասեմ, ամեն ինչից կտրվեմ օրինակ, ու սկսեմ աղոտ քանել եւ այլն, ամեն դեպքում ես պատասխանը հասկացա, բայց Որ սուրբերուն ատտրված է քույրս, մեր համար Աստված նայեցեք միան վերջը չի նախադեսում մեզ համար կամ վերջը չի սահմանում մեզ համար, հաբա միջոցը կամ միջոցներն է, որ այդ ժամանակի գտրվածքով մինչև որ հասնենք հավիտենականություն, այդ սրբացման միջոցները մեր առջևն է եւ Աստված ինք օգտագործում է որ այդպես անի։ Մեկը կարա իմացել ինչու համար Հիսուս պետք էր որ խաչվեր։ Իսլամները ասում են Աստված միան կարա խոսքով ներել, հա բայց Սուրբ Գիրքը ասում է որ առանց արյուն թափելու ազոգարը այս բարակային թողություն չկա մեղքերի, չէ՞։ Ուրեմն Աստուծո սահմանած ծրագրում արյուն թափել կա, որբեսի մեկը մեռնի մյուսի փոխարեն։ Եվ Հիսուս մեղքերի համար մեռավ մեր փոխարեն, բայց ուրիշ կրոնքներ ասում են, որ չէ Աստված պետք չունի այդ փոխարինող էակը դրամատրելու, հայթայթելու, որբեսի մեկը կարողանա ներվիլ ըստ Աստծո առաջ։ Բայց խնդիրը նա է, որ ով սահմանում է ինչը շիդագ է, ազոխոսքը, Աստված իր հայտնությամբ ազոխոսքի միջոցով։ Չէ՞ ես իմ մարդկային դրամապանությունով կարամ սահմանել, կարամ, այսինքն մտորել, ասել եւ դրամապանել, որ գիտես, զորօրինակ, ինչու համար մարդիկ բոլորը պետք է դժոխք գնան։ Թող ամենամեծ ոչրակորձները դժոխք գնան։ Ինչու համար մեծամասնությունը մարդկանց դժոխք գնան։ Ամենք սա մեղավոր ենք, չէ՞։ Ինչու համար մեծամասնությունը 99.9%-ը երկինք չգնան, ապա նրանք, որոնք ճշմարտապես ոչրակորձ էին, սրիգա էին, աղդոտ էին, նրանք միան դժոխք գնան։ Բայց ով ասում է, որ մարդկությունը ինք լավ իրավիճակի մեջ է գտնվում, ընդհանրակը ըստ Աստուծո մարդ արարածը բոլորն ալ մեղքերու մեջ մեռած են, հանցանքներու մեղքերու մեջ մեռած են։ Սկզբանից մենք թշնամի ենք։ Հռոմեացիներ 5:10 ասում է, որ երբ մենք թշնամի էինք, ինք մեզ ասում է, ներեց, հաշտեցրեց, երբ թշնամի էինք։ Այսինքն մի խոսքով մենք ամենքս մինչև այնադեմ, որ անզեղջ մնում ենք, թեր թշնամի ենք Աստծո հետ։ Երբ մարդիկ ասում են, չէ, բայց ես Աստծո ագարակ չեմ։ Հիսուս ինչ ասեց, ով որ իմ հետս չի ժողվեր, հագարակ անում է, չէ։ Այսինքն կամ հետը ես կամ հետը չես։ Ասեց ով ինձ չի խանգարում, այսինքն ասեցին քո անունով մեղքեր է հանում, հա, ասենք մարդիկ բուժում, ասեց եթե իմ անունով է անում, թողեք թողանի, այսինքն եթե ինձ դեմ չի, թողանի, այս տարբերակն էլ ասեց։ Բայց ամեն դեպքում, չգիտեմ, աշխարհային մարդիկ կան, ովքեր որ այդ հարցը տվել են, ես մի քիչ որ քանի որ շատ տենց մանրամասնորեն չէի կարա ավելի բացատրեմ ու չէի կարա բացատրեմ իրանց որ գիրքը կարդացեք ու ամեն ինչ ընթացքում բարձ կլինի, գիրքը կարդալու ընթացքում կբացվի։ Չգիտեմ ինչքանով եմ ճիշտ օրինակ բերել, բայց բերել եմ սենց, ուղղակի հարցնում եմ օրինակը ինչքանով է ճիշտ եղել։ Երբ որ դիմում ես բժշկի ու քո մոտ ինչ որ հիվանդություն է հայտնաբերվում, օրինակ կամ գնում ես առաջի դասարան, ստեղ քեզ դեղորայք են նշանակում, որ չգիտես դու տարիներ հետո այդ դեղորայքը քո վրա ինչ ազդեցություն կունենա, բայց դու դա անում ես։ Որովհետև դա քո փրկության ճանապարհն է, այդ ինչ որ բանից փրկվելու։ Եվ նույն տարբերակով դպրոցում գնում ես առաջի դասարան, բայց դու չգիտես դպրոցն ավարտելուց հետո դու կընդունվես համալսարան, թե չես ընդունվի, այսինքն այդ ճանապարհը այսպես թե այնպես պիտի անցնես։ Հիմա պիտի անցնես, ուրեմն կարդում ես ու ոնց կանցնես արդեն քո կարդալուց ու տիրոջը նվիրվելուց կերևա։
չգիտեմ որքանով եմ ճիշտ աշխարհիկ մարդկանց այդ օրինակը բերել, որ իրանց ավելի հասկանալի լինի, որ միևնույնն է իրանք պիտի անցնեն այդ ճանապարհը։ Հիմա Ազո գամքի մեջը մենք իհարկե ինչ որ գիտենք Ազո խոսքով հայտնված է։ Ազո խոսքով եթե ընթանանք, որքան որ ընթանանք Ազո խոսքով, ավելի այդ երաշխիքը ունենք, որ մեր ընդրած ճանապարհը շիդակ ուղի վրա է։ Հիմա ոչ հավատացյալը առաջին բանը որ պետք է անի, Ազոգամքը պետք չէ փնտրի, որովհետև Ազոգամքը նրա առաջնահերթ առումով իր ապաշխարությունն է։ Աստված նրան սա բանջում է, սա խնդրանք չէ, բանջք է։ Ինչու Պողոս Արաքյալը ասեց, չէ, Աստված ասեց հրամայում է ամեն ուրեք, որ մարդիկ ապաշխարեն։ Գործք 17-ում 30-31 այդտեղ։ So մարդ Արարածը դեր դակավին երբ որ հավատացյալ չէ, չի կարող ասել Ազոգամքը ուրեմն ինչ է ինձ համար գործի նկատմամբ, ընտանիքի նկատմամբ, ամուսնության նկատմամբ, երեխաների նկատմամբ։ Հա կարող է մտորել, լավ է մտորել, սխալ չէ մտորելը, բայց մի խոսքով առաջնագարկ առումով այս հարցերը չէ որ ինքը պետք է սպաղեցնե ինքը նրանց հետ, հապա պետք է սկիզբ մտածե ասե որ Աստված ինչ ուզում է ինձ անից ամեն բանի առաջ, որ իմ սիրտը նրա տամ։ Մարդը մի քիչ դժվար է դա այդ հարցը ինքը իրան տալիս էլ, իրան միշտ պետքա որ չտա այդ հարցն իրան, սենց ասեմ, էլի որ ինքը ավելի իրան ապահովագրի չգնալուն, քան գնալուն, որովհետև դժվար է Աստծո ճանապարհով քայլելը, դրա համար իրանք միշտ ինչ որ խոչընդոտներ ենք, ասենք, փնտրել բոլորս էլ մինչև գալը։ Եթե այս հարցի շուրջ որևէ այլ հարց ու պատասխան չկա քուրերից, ես մի հատ հարց ունեմ, որը մի հատ ես կուզեի ասել, մի հատ քանի որ բոլորս նստած ենք, ինչ են հասկանում ասել աղոթք։ Մի հատ աղոթք բառի նշանակությունը ընդհանրապես հասկանանք ինչ է։ Խոսակցություն Աստծո հետ։ Խոսակցություն զրույց Աստծո հետ։ Հիմա շատ ճիշտ է տերորդ։ Այսինքն խոսակցության մեջ կարաս խնդրես, կարաս ցանկությունները արտահայտես, կիսվել հարաբերություն։ Այսինքն աղոթքը մեր աղոթքը Աստծո հետ, դա հարաբերություն է Աստծո հետ, ոչ թե տեղեկատվություն։ Այսինքն մենք լուրջ չենք տալիս իրան ինչ որ մի բան կա Աստված իմացի, այլ մեր աղոթքը ցույց է տալի, որ մենք հարաբերվում ենք Աստծո հետ, հաղորդակցվում ենք, չէ, զրուցում ենք։ Աստված ինչ է ուզել մեզանից։ Հաղորդակցվեք։ Միմյանց հետ հաղորդակցվեք, մենք Աստծո հետ որպեսզի հաղորդակցվենք։ Հիմա ինքը իր ծրագրի մեջ ինչ որ սահմանել անում, հա, մեզ մասնակից անում իր գործին աղոթքի միջոցով։ Մեր իր կատարածը աղոթքի միջոցով մեզ հետ համագործակցում է, այսինքն հաղորդակցվում է մեզ հետ, տեղեկացնում է, մեզ էլ ասում է, որ նույն բանի համար զրուցենք, չէ, շփվենք, այսինքն ոնց հասկացանք։ Հիմա եթե այդպես չլիներ, օրինակ Մատթեոս 6:8-ում ասում չէ, ձեր հայրը գիտի թե ինչի կարիք ունեք, նախքան ձեր միջև խնդրելը, չէ, բայց ինչ ասում, աղոթեք, չէ, հետո մի հատ հարց էլ ասում Հակոբոսի մեջ ասում չունեք, որովհետև չեք խնդրում, այսինքն ինչ ասում, մասնակից եղեք, ոնց երբ որ ինձ հետ չեք հաղորդակցում, դուք իմ կամքից դուրս եք, դրա համար չի ստացվում ձեր մոտ, չեք հաջողվում, այլ աղոթքը հարաբերությունը պահում է Աստծո հետ, որպես իր կամքի համաձայն խնդրենք եւ ապրենք եւ այսինքն ինչ որ ձգտումներ ունենք, իր կամքի համաձայն անենք։ Այսինքն աղոթքը դա հարաբերություն է Աստծո հետ, եւ Աստված այդպես է կամեցել, ոչ թե մենք ասում ենք իրան տեղեկացնում ենք, թե ինչ է կատարում, այլ Տեր Աստված նայ, տես ինչ է սոված ենք, տեղյակ չես, քնած ես, մնացել տեղյակ չես, այլ սրա միջոցով մեզ կապում է իրան աղոթքի միջոցով։ Իսկ այն ինչ որ ինքը ծրագրել է աշխարհի ստեղծվելուց առաջ, որ 7 օրում ավարտեց վերջացեց, ես sense իմ կարծիքն եմ ասում, իհարկե ես բացատրությունը, որ ինքը ժամանակից դուրս է, ինքը ժամանակից դուրս այդ ամեն ինչը սեղ վիճակում արեց եւ ավարտեց։ Հիմա այս ժամանակի մեջ դերելա կյանքի է կոչել, բայց դեռ ավարտված չի ժամանակը։ Սկիզբը եղել է, այս process-ը կատարվում է, այս process-ին մեզ մասնակից անում, նոր մենք ամեն մեկը ծնվելով, ժամանակի մեջ մենք մասնակից ենք իրան, բայց ինքը ավարտել է գործը։ Ինքը վաղուց ավարտել է իր գործը, հիմա գործնական կյանքի կոչված մենք մասնակից ենք իր գործերին աղոթքի միջոցով զրուցով։ Հիմա ոնց որ տոնը երեխա ունեք, ասենք իր հետ չզրուցեք։ Մեկը գիտենք երեխան պետք է մեծանա, ոնց էլ լինի, չէ, չհաղորդակցվենք։ Աստված այնպես է ստեղծվել, որ հաղորդակցվենք, միմյանց հետ կապի մեջ լինենք, զրուցենք, վայելենք, այն մեր հատկությունները, մեր
ցանկությունները, մեր երազանքները կիսվենք իր այդ հարաբերությունն է սա, Աստված ասեն ստեղծել։ Այդ հարաբերության մեջ մենք հիմա կենթանի հարաբերություն ենք Աստծո հետ, Աստծո խոսքի միջոցով։ Հենց այդ զրույցը, կարդալը, զրույցը, հարցնելը, սա կյանք է, իրական կյանք, հարաբերություն։ Աստծո կյանքը, չգիտեմ, ինչքանով կարողացա, այսօր ես քան Հա։ Կարելի է sense ասել, որ Աստվածը ուզում է ունի ցանկություն, որ բոլորը փրկվեն, բայց բոլորը չեն։ Սա ուրիշ հարց է։ Չէ, այս հարցի հետ կապված է ինչու, եթե մենք աղոթում ենք ու այդ մարդը վերջապես չի փրկվելու, ուրեմն մեր աղոթքները իմաստ չունեն, բայց որ մենք աղոթում ենք, այդ նշանակում է դա ցույց է տալի մեր սրտի ցանկությունը, որ մենք ունենք սեր մեր սրտի մեջ ու մերսի։ Չէ, հարցը ինչու՞մն է ինքը։ Չէ, ես հասկացա, որ հարցն է, իմաստը որն է աղոթեմ, եթե մարդը չի փրկվելու։ Կարա ժամանակս։ Բայց դու չգիտես փրկվելու։ Ահա, չգիտես, բայց քո գործը ինչ է, աղոթելն է, չէ՞։ Հա։ Աստծո գործը փրկելն է կամ ընտրելն է, ում ընտրել բայց որ վերջապես չի փրկվելու։ Բայց եթե մենք չգիտենք ով է փրկվելու, նշանակում է մենք եթե չգիտենք մարդկանց չմոտենանք խոսենք։ Կամ չաղոթենք նրանց համար։ Ժամանակ ասում եք սովորեն կամ կատարված, որ դու ընտրես։ Ինչ դրես։ Ես եմ ընտրում փրկվեմ։ Ես խոսքը ավետանելու մասին է խոսքը, ոչ թե քո։ Դու չես ընտրում փրկելու։ Դու համաձայնում ես Աստծո հետ կամ չես համաձայնում։ Դու եմ Ով ասում։ Այո, Արմենը պրոֆեսոր, Արմենը ես չգիտեմ ինչ ասել, դու ո՞նց ես հասկացել։ Չէ, ես հարցը դա չի, Արմենը ուրիշ բան ասել։ Արմենը չի ասել դու ես ընտրում։ Ասում դու ես որ համաձայնում Աստծո հետ կամ չես համաձայնում։ Եթե չես համաձայնում, դու ես որ չես համաձայնում Աստծո հետ։ Աստված չի ստիպում քեզ որ դու չհամաձայնես։ Եթե Աստված իմ ներսում ունեն ստեղծել։ Աստված չի ստեղծել, բոլորին ստեղծել, հա։ Նույն ձև։ Չէ, բոլորը մեղքի տակ են եւ բոլորը դատաստան են գնում։ Հիմա դու գիտակցում ես, դու հասկանում ես որ դու մեղավոր ես։ Հա։ Դու հասկանում ես որ այդ մեղքի համար դատաստան կա։ Հա։ Հիմա Աստված քեզ ասում է, դու չես կարող դից ազատագրվես այդ դատաստանից, միակ միջոցը Քրիստոսն է, որ քեզ համար իր կյանքը տվեց, որ քո մեղքերը վերցրեց իր վրա եւ խաչի վրա վերցրեց իր վրա։ Դու համաձայն ես Քրիստոսը որպես միջոց փրկության, թե չէ։ Ինքնուրույն չես կարող։ Քրիստոսի ընդունելով որ պետք է ազատագրվես, արդարանաս քո մեղքերից։ Դու դա ընդունում ես Քրիստոսին քեզ տեր, ընդունում ես թե ոչ։ Լիքը մարմնավաճառներ կան, այն մեկն է թողնա տալը։ Լիքը անցագործական բանտեր են։ Լիքը դի կոնկրետ հարցը քեզ է տալիս։ Դու կոնկրետ դու պատասխանես տալու դու եւ Աստված լիքը մարդի քո հետ չեն կարող Աստված առաջ գնալ։ Դու քեզ համար ես պատասխան տալու։ Դու քո մեղքից ազատագրելու համար Քրիստոսին ընդունում ես որպես զոհ քո համար, որ խաչի վրա մահացավ։ Թե չես ընդունում։ Քեզ փրկին չընդունում ես թե ոչ։ Լիքը դի ինչ գործես։ Հիմա սա քեզ համար հարմար տարբերակ է թե ոչ։ Թե դու ուրիշ միջոց ես ուզում, ասես ես պիտի ապրեմ այնպես, ինչպես ինչ որ ուզում եմ, թող մեղքից մեջ բերեմ, գնեմ դժոխ։ Այս հարցն է, հիմա դու ես ընտրում, այ հիմա դու ես ընտրում։ Համաձայն ես ընտրում ես թե ոչ։ Հա? Եթե իմ մեջ դրանց լի որ ես ընտրեմ, ես դրանց կընտրեմ։ Ոնց դրանց։ Կամ մեին հարցի շուրջ է, աղոթքի հետո տուն եք հելնելու։ Չէ, ինքը տունը ունում ենք, բայց իրար նոր եք տնում։ Հիմա Հիմա Աղոթ։ Ես չգիտեմ։ Հա։ Այո, հարցրու, հարցրու։ Նարեկ ջան, հարցրու։ Ասա նար։ չէ, այդ ասա։ Ասա քո։ Հա, հայ։ Ամեն անգամ տարբեր չի պատասխանում։ Ես չգիտեմ։ Բարձ պատասխանը հետևյալն է, ամեն մարդ մեղավոր են։ Աստծո կամքի մեջը Աստված այդպես մստեղծեց այս կյանքը, որ մենք մեղքի մեջ ընկանք։ Աստված եթե ինքը ցանկանար, մենք ցանկանար ինքը սկզբից մեզ ոնց որ սուրբ ձևով ստեղծել առանց այդ ունակության, որ մենք մեղքի մեջ ընկնենք, Աստված կարար այդպես ստեղծել, բայց իր կամքի համաձայն այդպես չստեղծեց։ Որովհետև ինք իր կամքի համաձայն ինք փրկիչ է եւ պետք է որ իր փրկիչ լինելը իր ստեղծագործության հայտնին է։ Սատանաներուն չարեց այդպես, իրենց փրկության միջոց չդվեց։ Մեզ համար այդպես արեց, իր կամքի համաձայն ինք սահմանեց, թողեց, որ անգումը լինի
մեր հանցանքն է անգումը, այո իր գամքի համաձայն որ պիտի լիներ, բայց մեղքը մենք գործեցինք, սա Աստծո գամքը եւ մարդու գործը զուգահեռ ընթանում է, բայց այո ենթակա է Աստծո գամքին, եթե Աստված չաներ այնպեսի ցևով, որ ոչ մի անձ մեղք չի կարող գործել, հավիտյանության մեջ երկնքում ոչ մի անձ մեղք պիտի չգործի, Աստված բայց ինք ուզեց բրգիչ լինելով իր բնութագրով, որ մարդկությունը բրգիչ ունենա, բայց բրգիչ կներառե մեղք, այդ հասկացողի մեղք կներառե, եւ Աստված մենք չենք կարող իրան ասել, որ ինչու համար, զորնակ Դադաստանի օրը ինչու համար դու այսպես որոշեցիր, որ դու բրգիչ ես բնութագրով գլխուս վրա, բայց ես պետք է ընկնեի, մեղք գործեի եւ չապաշխարեցի քանի որ, բայց սա այս բոլոր քու գործարքը, այս բոլոր քու դիզայնը ինձ հարմար չէ, ոչ մի անձ պիտի չկարողանա այդպես ասել, Աստված որովհետեւ ինք իր շնորհի, փառքի, ջոխությունը հայտնելու համար Քրիստոսով այսպես արեց։ Մեկը կարա ասել, որ նե, Աստված չէր գիտեր, որ սատանան, արուսյակը սատանա պիտի դառնա։ Գիտեր, ինչու ստեղծեց։ Աստված իրեն ստեղծեց, սատանան ինքը իր ցանկությունով ազոտեմն պոստացավ, ըստ Սուրբ Գրքին, որ մեղք մտավ Աստծո առարչակորցության մեջ։ Մինչև այնադե մեղք չկար։ Եթե մեղք չկա, բրգիչ չկա, շնորհ չկա, ողորմություն չկա։ Սատանայի եւ իր թևերին ողորմության միջոց չկա։ Իրենք հավիտենաբես դադարեցված են։ Իրենց մեղքի համաձայն։ Ոչ մի անձ պիտի չասե այն օրը, որ գիտես ինչ Աստված ջան, եթե դու այսպես չորոշեր, չսահմաներ, ես մեղավոր պիտի չլինեի։ Չկա այդպես բան, այդպես հասկացողություն։ Եվ Սուրբ Գիրքը ստակ անում է, որ ամեն անձ որ չապաշխարի, իր մեղքի համաձայն է, որ վերջը Աստծուց հեռու պիտի մնա։ Հավիտենականության մեջ։ Ոչ մի անձ պիտի չասի, որ սատանան նույնիսկ, եթե մեկը կարող է, որ Աստծո առջև այն օրը գանկնե եւ ասե, բայց ես իմ շնորհիվ մեղքը մտավ, իմ շնորհիվ շնորհքը եկավ։ Եթե ես մեղք չկործեի, դու շնորհք չէիր կարող ուղարկել։ Սատանան այդ հնարավորությունը պիտի չունենա։ Հաբա ամենամեծ դադարողն է ինքը, այդ առումով, այդ հասկացությունով։ Ուրեմն վերջը հիմա այս ստեղծագործությունը Աստծո ստեղծագործությունն է, իր դաշտն է, իր խաղավայրն է, ինք ուզում է անի ինչ որ ուզում է։ Ես Աստված չեմ, դու Աստված չես։ Այո, երբեմն իբր մարդ արարած մենք նույնիսկ իբր ավադացյալներ, ես քեզ ասում եմ Նարեկ ջան, մեկը չկա մեր մեջը, որ որոշ ադեմ իր կյանքում կարող է ասել, որ ես երբեք Աստծո հարց չեմ տված։ Եթե մեկը գա այդպեսի, ես չեմ ավադում, անցապես ես չեմ ավադում։ Ամեն ավադացյալը որոշ փուլերը անցնում է կյանքում, որ հարցեր տալիս է Աստծուն։ Ինչու՞։ Որովհետև մենք սահմանափակ է մեր հասկացողությունը, ինքը Աստված է։ Եվ Աստված այնպեսի ստեղծագործություն, առարչակորություն ըրած է, որ այո, այդ մարդահարավերը ինքը թողած է որ լինի, ինչպես Հոբի բարակային եղավ, Սատանան Հոբի բարակային սկսավ հարցեր տալ։ Այդ մարդահարավերի կանչեց Աստծո։ Կանչեց մարդահարավերի, որբեսի Աստված պատասխանի։ Խնդրում ենք, կարաք միկրոֆոնը ձեր անջատել, եթե միկրոֆոնը ձեր բաց է։ Հա։ Ես միշտ նույն հարց տալիս եմ, ես տարբեր պատասխան։ Հարցը մտածտակեցնեմ, ըստ ասում ըստ քո հարցի, ասում ես դու ես որոշում Աստծուն ընդունես թե չընդունես, հա, այդպես ասում։ Ես երկու տարբերակը լսել եմ։ Չէ, լսել ես։ Հիմա ինչն անես։ Քեզ որն է համը։ Հիմա մարդ դառնում 80 տարեկան, մեռնում է ու մի հատ քրիստոնյա մեռնում։ Ասում են իրան Աստված ընտրել է, իրան չէր ընտրել։ Եթե ընտրածն էր կապաշխարել, տենց է։ Աստծո խոսքի համացան այդպես է, եւ միևնույն դեն Աստծո խոսքի համացան անոր չապաշխար է, հանցանքը նրա վրա է։ Բայց եթե Աստված ընտրեր, Եղբայրս նայր, եթե դու ասոր պատասխանը 100% գրնաս մեկնաբանել, ասելով որ ամենագերակույն աստվածապանն ես, որ այդպես բան չի կա, բայց Աստծո խոսքը ստակ է, որ Աստված նայ, եթե Աստված մեկը չընտրեր, հարցը այստեղ է, հարցը ոչ թե քուսածիտ մեջ է, հարցը հետեւյալի մեջ է, Աստված բարդատիր չէ, որ մեզ մեկուն ընտրե փրկության համար,
պետք է ամենուս, եթե արդար ուզեր լինել մարդկային հասկացողության համաձայն, ամեն մեկերս պետք է թողներ, որ դժոխք գնանք։ Մարդկային հասկացողությունը գսե, ասում է, որ Աստված պետք է արդար լինի, ամենուսը դժոխք խրգի։ Ինչու համար զադողություն անում է, դեր փրկում է։ Աստված ոչ թե զադողություն անում է այդ հասկացողությունով, հաբա շնորհը սա է, շնորհը ոչ մեկը չի արժում, Աստված ինքը որոշում է, որ որոշ մասը իր զանգվածից, ստեղծագործությունից երկինք գնա, մնացածը իր արդար դադարությունը ընդունի։ Եկավարը գործի տեղը մեկին ուզում ասեց անում, մեկին դենց անում, մեկին ուզում լավություն անում, մեկին ինչ տրամաբանություն, ինքը դենց ասում, ինքն է ղեկավարը, հենց այդ նույն տրամաբանությունը ինքը։ Չէ, հիմա հենց այդ ասածը հենց այդ ասում, ասում ես եմ ստեղծել երկիրը, ես ոնց ուզում եմ, այդ եմ ասում, լավ եմ անում։ Հիմա ասած այդ է, հիմա անցած անգամ ասում ես երկու նույն կամպեն, նույն կողմնա նույն։ Այս մեկը վեկարած դες ուզեց։ Բայց հետ է, այդ ուզեց չէ, որ դու ուզես դու էլ կրես։ Չէ, չես կարա, եթե դու ուզես, եթե Աստված չուզի, դու ուզես։ Չես դու պրոստը չես ուզի։ Այսինքն իմ չուզելը կապված է Աստծո հետ։ Չէ, դու չես ուզի, Աստված եթե ուզի քեզ ողորմա, բայց դու քո կամքով չես ուզի։ Որովհետև սկզբից արդեն մեղքը կործեցինք, նրա համար մեզ ով մեկը պիտի չուզենա Աստծո հետևել, եթե Աստված իր շնորհովը ծրի բարգեւեսա, իր շնորհովը, շնորհ նշանակում է, որ դու չես ցանկանում, չես պապակում, բայց ինք տալիս է քեզ ողորմելով, բայց Աստված ինք արդար է դակավին իր դադաստանի մեջ, եթե թողնե մեզ այդպես դժոխք գնանք, ես դու մյուսը ամենիսա մեջ լինելով, բայց միտե խնդիրը Աստծո է, որ Աստված ասե, որ այս սենկտե մարդկանցից մասը ես ուզում եմ ողորմություն ցույց տալ։ Նայ, ամեն բան հետեւյալ ինչ որ ասում ենք, շատ կարևոր է, ամեն բան Աստված անում է իր բնութագրի համաձայն։ Աստված չի անում ոչ մի բան իր բնութագրի հագարակ։ Բնութագրի մեջ Աստծո սրբությունը կա, արդարությունը կա, ողորմությունը կա, շնորհալի լինելը կա, արդար դադավոր լինելը կա, սուրբ լինելը կա, ուրեմն ասել է, որ իր արարչագործության ինք ինչ որ ցանկացավ ինքը հայտնել այն ցևով, որ իր բնութագիրը իր ստեղծագործության դեսնվում է։ Մենք մարդկությունը եւ Աստված արդար լինելով մենք մեր մարդկային հասկացողության մեջ կարող է ասենք, որ լավ ինչու՞ համար Աստված այսպես արեց։ Հիմա նայ, ես ասեմ, եթե ես Աստված լինեի Կավլիցի, այդպես չեմ, եթե Աստված լինեի, կգարձում ես, որ ես իմ հարազատները, սիրելիները, ընկերները, բարեկամները կթողնեի, որ դժոխք գնան։ Առանց բացառության ամենը կփրկեի, բայց ես Աստված չեմ։ Կամ գենոցիդ լինել մեր ազգին։ Հա, կամ գենոսիդ լինել։ Ստեղծագործությունով, ֆիզիկական առումով, բայց ոչ թե հոգևոր առումով, Նարեկ ջան։ Այո։ Գողություն չդնում, բոլորը դժոխքի արժանի են, բոլորը։ Հալա, այնքես ման, հիմա քեզ ապա այն ժամանակ դե չի հարց եմ տալիս, ով չտենց ասել, ես խալես հիմիկա Արմեն եղբայրը շատ ճիշտ այդ եղբայր որ խնդրեմ դուք ասեք դուք ոնց եք Արմեն եղբայրը շիդագ ասած է։ Մի արմի, խնդրեմ, մի արմի։ Վարամ ջան, այո, ասա։ Այո, ասա։ Ես որ նոր հոգևոր եմ դարձել, այս հարցը որ Նարեկը տալիս է, այդ հարցը ինձ ոնց որ խեղդում է, չի կարող հասկանալ ու զանգում եմ, հարցնում եմ ոնց, ինչի՞ չի Աստված բոլորին փրկի է, չէ՞։ Աստվածը բան չի, սպրայդլիվի չի, բայց այս ատլետը, որ Հովիկ եղբայրը ասա, որ մեղ գործելուց հետո այդ Ադամ ու Եվան, որ մեղ գործեցին, դրանից հետո մենք ընդհանրապես սավս արժանի ենք, всё, դրանից հետո ճիշտը մերն է, որտեղ մենք Աստված չենք, մենք ոնց որ չկայինք, Աստված մեզ կյանք է, չէ՞ տվել, բայց պայմաններ է տվել։ Մենք այդ պայմանները, всё, ու всё, դրանից հետո մենք չպետք է եղենք, ինքը Աստված է։ Հիմա ինքը որ տվել է, որ այս սաղ կոնֆետերը չեն փրկվել, այս իրեք կոնֆետ է, արդեն ոնց որ մեծ Առավելություն է, հրաշք կա, այո։ Որոշումը գոնե այդքանի փրկի, գոնե։
Բայց ինչու որոշեց սփրկի իր շնորհի ջոխության համար Քրիստոսով։ Միշտ ես տենց եմ մտածում, բայց ո՞վ է քեզ ասել ուրիշ ձև բան։ Արմեն եղբայրը հաստատ նման։ Հա, մի րոպե, Քույրեր ջան, մի րոպե։ Արմեն եղբայրը միշտ ճիշտ բացատրել է, դու չես ճիշտ անգամ։ Հա, Արմեն եղբայրը շիդակ կխոսա, այո։ Ես հիմա քեզ մոտ հարցեմ, բայց իսկ ինչա թույլ մեղքի կա։ Շատ կարևոր է սա։ Մարդիկ մտածում են, որ դե կարար էս իջնել, չէ՞։ Հենց մեղքը արտադիր պիտի կար, աստծո կամքի համաձայն եւ իր բացատրությունից մենք ինչ ենք հասկանում։ Ինչի է կարևոր, որ մարդը բոլորը դառնան մեղավոր։ Որպեսզի Աստված ցույց տա մարդուն իր սերը, ողորմությունը, արդարությունը, դատը, պատիժամը ճանաչեք Աստծուն, մենք ճանաչենք Աստծուն։ Ինչ պետք է արել։ Նախ պիտի մեղքի մեջ լինեիր, որ դու հասկանաս, որ դու քեզնից ոչինչ չես ներկայացնում, այլ ամեն ինչի Աստված Աստվածա։ Երկրորդը, այդ մեղքի հետևանքով Աստված իր խոսքով ասել է, որ պիտի դատվեք, պատժվեք, դատաստան մահ, եւ հետո նրանց, որոնց որ պիտի փրկի տեից, այդ մարդիկ հասկանան, որ Աստված նաև ողորմած է, եւ Աստված սիրում է, եւ իր սիրո միջոցով իր որդու կյանքը տվեց, այսինքն սերը ոնց արտադրեց, որդուն զոհաբերեց, որպեսզի կյանքը ստանան, չէ՞։ Հիմա սեր, արդարություն, ողորմություն, այդ հատկանիշները ոնց ճանաչես Աստծուն, քո հայրը ինչպիսի հայր է։ Մաքսիմալ։ Ամեն ինչով բերեց կազմակերպած իր ընտրած առանձնացված որդիներին, որպեսզի հավիտյան իրան փառք տան, իսկ նրանք էլ, որոնք որ չընտրեցին Աստծուն իրանց մեղքի պատճառով եւ չեկան Աստծուն, հավիտյան պիտի վառվեն կրակի մեջ։ Սրանով պիտի ցույց տա քեզ, որ դու միշտ պիտի Աստծուն սիրես ու ողորմած Աստված փառք տաս Աստծուն, որ դու դե չես։ Ընդես քեզ հանել բերել աստե, այսինքն դու սրանով ճանաչելով Աստծուն, այսինքն իր հատկությունները հասկանալով։ Հիմա կարճարակարակ կլինեն, սա երկար թեմա է, անակրկին խոսալ, նշի մի րոպեվա մեջ խոսալ։ Պարզապես հիմա ստե հարցը ինչումն է։ Դու կոնկրետ խոսքի քո մասին Աստված քո նկատմամբ ողորմություն շնորհ ցույց տվել է։ Ինձանից շատ այն առումով, որ դու ծնված ես տորմանից, երբ որ աշկդ բացել ես, Աստծո խոսք լսել ես, Աստծո ժողովրդի մեջ քայլել ես, եկեղեցի գնացել ես։ Ես 40 տարեկան պես շամպես ման եմ եկել, ոչ մեկ ինչ չի խոսացել, եկել եմ համարյա ծերության չասեմ, գոնե հասակս առած ժամանակ Աստված բացել է։ Ինչու ինձ ուշ, ես այդ հարցը հիմա քեզ եմ տալիս։ Ես ինչու պետք է 40 տարեկան լսեին պապան ինչ տաներ, իսկ ու պապան քեզ պետք է տաներ մանուկ հասակից եկեղեցի Աստծո խոսքը տաներ։ Դու ինձանից ինչքով ես լավը։ Հարց։ Ինձ էլ ես այդ դրդում։ Ինչու քեզ Կամ Արթուր եղբայր ջան, դու ասա, դու քեզ, ես ասամ իմ վրա, ինչու համար Աստված մեզի բեսները ողորմություն ցուցաբերած է։ Ինչու ես կամ դու արժում ենք Աստծո ողորմություն։ Մեզ մե ավելի լավ մարդիկ կան դուրսը, որ նրանք հաստատ ինչու ես իմանցս գիտեմ։ Ինքը իրանցը գիտե, դու քո անցդ գիտես։ Ես երբեք չեմ ասում, որ ես ոնց որ սուրբ սրբոց 100% Աստծո նման իրան, ասի մի խոսքով, եթե ես չլինեմ այս կյանքում, Աստված ցախողված է կամ բաց թողած է մի բան։ իրան հաշտու ամբողջ ազգի տակից մամայի ու պապայի կողմից ցեղի մեջ որ մեկն է քեզանից շատ օրնված եղել Աստծո խոսքով ծնված օրվանից իրանից շատ թե մամայի բարեկամների կողմից թե պապայի յուրահատուկ օրնություն ունեն մարդիկ եւ հələ տրտնջում են գիտես ինչու որ իրանց առավելագույն տրված է ամեն հնարավորությունները եւ ոչ թե պապա տարիքել դրա քեզ մամա քեզ արիքել դրա ընդհակառակը առավոտից իլիգու քեզ համար Բայց հարցերը լավ հարցեր են, Արեգի հարցերը, այո։ ես ուզում եմ ասեմ որ դու լա փոխանակ ասես դու սա հենց սա ընդրության Ուրիշ օրինակ մարդիկ հարցեր ունեն։ Այո, ուրիշ հարցեր ալգա։ ես չեմ Այո, չի բողոքում, այո, ուզում եմ բարձաբանություն։ այս գնահատի այս օրնությունը որ այս ամեն ինչ ունես սրա համար շնորհակալ եմ Աստծուն որ առավելագույն առիթ է քեզ տրված սա հարազատությանս մեջից պլյուս դրան քեզ ուզում է քայլանես գիրքը վերցնես հավատքով կարդաս Աստծուն խնդրես Աստված քեզ օգնի մնացածը դիրոշ Քույրերից մեկը ուներ այնտեղից։ ես Հա, որտեղ հետո on-line քույրերից մեկը պամա։ Այո։ Այն արիջան, ես համարը կարդամ, հետո բացատրեմ Հռոմեացիս 3:24 նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։ Շնորհով, այսինքն, էսի աշխատանք չի, էսի գեղեցիկ պատկեր չի, էսի ցանկություն չի, ոչ մի բան չի։ Շնորհով Քրիստոսը շնորհը տալիս է, այսինքն
Դու չէիր էլ սպասում սրան, դու չես էլ պատկերացնում սրա Ոչ էլ մասին, դու ծրագրել չէիր էլ ես, ոչ մտածում, էլ ծրագրել դու ես։ երազել չէիր տեսել, դու ոչ մի բան չէիր իմանում, բայց սա շնորհվեց։ Օրինակ, երբ որ ինձ շնորհվեց, ես այնքան ուրախացա այս շնորհից։ Շնորհ բայրն ասա, Նվեր, պարգև, ոնց որ մարդիկ պատերազմ են գնում, կռվում են առանց մտածելու, թե ինչ պիտի լինի, ինչ պիտի չլինի, կռվում են, չեն էլ սպասում մեկ իրենց ասելու շնորհակալություն։ Բայց մեկը շարքի մեջ կանգնած, գեներալը կանչում, այս ինչ ես ինչան, դու շնորհվում ես։ Ես ինչ ասպետի կոչում, ենթադրենք։ Այս մարդը այստեղ հասկանում է, որ ինքը չի արել դրա համար։ Ինքը մենք չենք ծնվել դրա համար, մենք ծնվել ենք մեղքով։ Մեղքը մեր գերագույն նպատակն է, ինչ կարող են մեղք գործել։ Բայց երբ որ Աստված ծնում է, ահա, այսպես աղբերներ, քուրեր, որոնք շնորհով փրկված են, նրանք նմուշն են փրկության, որ նրանք շնորհով փրկված են։ Հիմա մեկին ոնց որ ես բացատրեմ, ասեմ, ինչ է նշանակում սիրել։ Չեմ կարող բացատրեմ, բայց ես կարող եմ ցույց տամ, բացատրովի չի շնորհը, պետքա ցույց տաս։ Հիմա եթե ուրախությունը, ասում եմ, հավատքը լսելուց է, դες հավատքի միջոցով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Եթե այս հավատքը եկավ քո մեջ, հիմա կասես ոնց եկավ, խնդրի։ Մի քիչ առաջ ես աղոթքից էինք խոսում։ Նայել եմ մեկին, արաղի բաժակը վերցրել եմ ձեռս, կենաց եմ ասել եմ Աստծուն հավատացեք, ես արեք են արեք, սրանք ինձ ասում են դու կարող ես հավատացյալ ես դառը այդ տղա։ Ասեցի չէ, բայց երանի թե ոչ թե ձեր վերանն ասել, այլ Աստված ինձ ասել դու հավատացյալ ես։ Հարբեցող մարդ էի։ Ու վերցրած ես կենացն էի խմում։ Ու անմիջապես հաջորդ օրը ես չփրկվեցի։ Բայց տարիներ հետո այս երանելին եկավ այնտեղ, որ տեսա որտեղից էր Աստված պատրաստում։ Նույնիսկ այն անշնորհք կարգավիճակից մեջ ինքը կամաց բերում էր քուրեր, աղբերներ ինձ ասում էին հավատա, այս ինչ կյանքա, ասում էին որ դուք հավատացել եք, ինչ եք արել, ձեռ էի առնում իրանց։ Այդքանից հետո։ Բայց երբ որ այս հավատքը եկավ իմ մեջ, ես հիմա այս հավատքով ուղղակի ցնծում եմ։ Այս հավատքը, այս փրկությունը իմ մեջ մի բան է, մտածելու տեղի կա տարի։ Տեր ես չեմ ուզում հարցնեմ, ինչու նա ոչ, այս մեկը այո։ Շնորհակալ եմ, որ ես դրա մեջ եմ։ Այս մեծ գոհությունը ինձ արդեն մեծ առաջնատեղ տեղեր է տանը, որովհետև այնքան մեծ է իմ իր շնորհքը իմ նման անշնորհքի մեջ եկած, որ ես այդ հարցը իրավունք էլ չեմ վերապահում, ինձ տվել եմ, ոնց որ Հովիկ եղբայրս ասեմ, ինչու եմ եկել, ինչու այսօր սենց եղավ, ինչու հավատացի, բայց հորս վիճակն սենց եղավ։ Հետո վերջացնենք առանձին խոսես։ Ապրես Արթուր ջան։ Չէ, ես ինչ եմ ասում, եթե ուզում ես էսի լիարժեք հասկանաս, որ ես խոսում եի Աննա ջան, մեջ, ու դու կհասկանաս, ու կսկսես դու բացատրել արդեն։ Վստահ եմ ես։ Եթե իմ նման անուղեղին հասկացրել ա, քեզ 100% կհասկացնի։ Ասմա խնդրեցեք կտրվի։ Հիմա որ սոված ես լում, գնում ամամային ինչ ասում։ Մերսի հայ ջան, մերսի։ Շատ հստակ ես բացատրում։ Well, իրարու հետ կարևոր է, ասված մենք վստահում ենք, որ ինքը մեզ ուղղորդում է այն հարցերի վրա, որ կարևոր է մեր սրտերի մեջ։ Վերջացնենք առանձին խոսենք։ Հիմա հարց վերջացել է։ Քույրերից մեկը, մի հատ հարց կա քույրերից։ հա, քույրերից մեկը հարց ուներ մեկը, այո։ Հետո բա գոհարն է։ Նոնջանա։ Նոնանա, բա գոհարն ուրա։ Կամերան փակել։ Գոհարը ինձ գրել է վաղուց հարց եմ ուզում, հետ չեք տալի մեր։ Հա, ասեք, ինչ է հարցը։ Գոհար քուրը հարցնում է, էսա։ Ակորնթացի 3 Հա։ 14-ից եթե մեկի գործը որ շինեի հաստատ կենա 14 թե 15 իսկ ներգություն կարելի է իմ հարցը շարունակություն տամ նոր գարքուրը մեր հարցը Ինչ էր ծեր հարցը։ այդ փրկության հետ կապված իսկ կարելի է ասել որ Տերը մարդու սրտին նայելով է փրկում Չէ։ Չէ։ Որև սիրտը խապեպայ է եւ չար է ասում ազո խոսքը եւ եթե մարդուն սրտին նայում է որ մարդը որքան
լավ անց է, բարի անց է, գարժի բրգելը, սա շնոր չի լինում։ Եթե ասված այդպիսի բանը ներ, ասված ինք անարդարորեն զիջող գլիներ եւ միևնույն ադեն անարդարորեն ինք զադողություն դնող գլիներ։ Շնորը, Աստծու շնորը, ուրեմն կներգրավե, կպարունակե այնպիսի հասկացողություն, որ ոչ մի անց, ոչ մի նույնիսկ մի, այսինքն սանտիմը, մի կոբեկը շնորի արժանի չէ, որ ասված ինք շնոր տա։ Եթե ոյ մեկը կա ասե, որ ես որովհետև մի քիչ լավ անց է, մի քիչ ասում, շատ չեմ ասում, չի լինում այդպես, այո։ Հիմա այս համարը որ կարդամ Նոնա ջան, դու տես սրտին նայելով ինչ կանի Աստված, ասում է, եւ Աստված տեսավ, որ շատացել էր մարդկանց չարությունը երկրի վրա, եւ նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ Սրտից ինչ գաղափար դուրս ակալի, չար էին ամեն օր։ Մյուս համարն եմ կարդում, Երեմիա 17:9 օրինակ։ Հիմա հեսա մի վարքյան։ Խորամանկ է ուշադիր։ Խորամանկ է սիրտը ամենից ավելի եւ ապականված։ Նրան ով կարող է հասկանալ։ Մեկը չի կարող։ Խորամանկ է սիրտը ապականված, փչացած, ամենից ավելի, ամեն ինչից ավելի ամենաապականվածը երկրագնդիրա ոչ թե երկիրն է ապականված, այլ մարդու սիրտը։ Մարդու սիրտը։ Աշխարհում բան կա մի հատ աստվածաբաններից էր թողեր, որ եղբայր ասում է շատ ավելի հեշտ է, շատ ավելի հեշտ է երկրագունդ երկիր տիեզերք ամեն ինչ ստեղծելը, քան թե ապականված մարդուն փոխելը, թե ոնց են ասում, ապականված մարդու փոխելը ավելի դժվար է, քան թե երկիր մոլորակ ստեղծելը, խորհրդավոր կերպով, այլ է ուզում ասի, մեղավոր մարդը ապականված վիճակով ոչինչի արժանի չի բացի դատաստանից։ Դու ինքդ քեզ քննից, թե յուրաքանչյուր մարդ թող քննի, ու տեսնի իր մեջ ինչքան չարություն կա, երբ որ ինքը համատում է Քրիստոսի հետ։ Երբ որ տեսնես Քրիստոսի հետ, երբ որ նայում ես հարևանիդ ես համատում, բնականաբար քեզնից վատին ես գտնելու, որ դու լավը երևաս։ Բայց երբ որ դու համեմատվես Քրիստոսի հետ, ամեն մեկս կտեսնենք, որ մենք սաղս էլ պղծված զիբիլ աղբու կեղտ ենք Քրիստոսի հետ համատած։ Այ հենց ես ու դու ինչքան փորձես քո կյանքում նայ, մի օր երեխուդ վրա ջղայնանաս, ամուսնուդ ջղայնացնես, վերջ մի օր հոգնում ես, ասում ես, վերջ, ասում ես վաղվանից էլ չեմ անելու կամ խոնարհվելու կամ սեն, բայց էլ չի ստացվում, նորից ես սկսում անել։ Ի՞նչն է պատճառը։ Այ հենց այդ ապականված սիրտն է, էլի բնությունը։ Դրա համար Քրիստոսին նմանվել, դա սրբացման process է, դա մի օրվա գործ չի, ոնց որ երեխեն ծնված մի օրում չի մեծանում, հասակ ունենում, հասունանում, նենց էլ քրիստոնյան սրբացման process-ի կյանքի ընթացքում ծեծվելով, հալածվելով, ընկնելով, լացելով, ուրախանալով սկսում է կամած այդ դժվարությունների, նեղությունների, փորձությունների մեջ անցնելով հասունանալ եւ նմանվել Հիսուսին, որքան որ Տերը կամեցել է այդ մեկին աճեցնի։ Բոլորս նույն չափի հասակը չենք ունենալու աճելու խոսքի մեջ, այսինքն ապրելու կյանքի մեջ, բայց վերստին ծնված մարդը անպայման իր սխալների համար զղջելու է եւ Տիրոջ օգնությունն է միշտ փնտրելու եւ խնդրելու։ Այսինքն նրանք, որոնք Աստծուն են պատկանում, իրանց հորն են դիմելու։ Նրանք, որոնք Աստծուց ծնված չեն եւ մնացել են սատանայի զավակ, նրանք էլ կատարելու են իրանց հոր կամքը։ Միևնույնն է, չկա, մեջտեղ չկա, որ ասես ես ոչ ընդեղ եմ, ոչ ընդեղ եմ։ Սատանայինն ես, կամ գերությունից պետք է ազատագրվես Քրիստոսով, կամ էլ պետք է համաձայնվես մնաս գերի սատանային ամբողջ կյանքիդ վերջ։ Հիմա, եթե այս խոսքը գիտես, լսում ես, աղոթի եւ խնդրի Աստծուն, կարդա Աստծուն։ Ես աշխարհում տեսնում, եթե մեկ ուզում է մի քանի $1000 փող աշխատի, տվյալ մասնագիտության մեջ գլուխա ջարդում առավոտի ու կարդում, վազում, մարդ փնտրում, ծանոթ փնտրում, որ գնահասնի աշխատանքին կրթվի, որպեսզի ստանա այդ $1000-ը։ Բայց այն որ կյանքում հավիտենական տրվում է Աստծուց, ավետանը չեն ուզում կարդան մի հատ գլուխ ջարդեն, տեսնեն իրանց այդ ձրի տրված կյանքը արդյոք ինչքան հեշտ է ավելի ընդունելի, երբ որ ինքը համաձայնվի Աստծու հետ եւ փնտրի Աստծուն եւ խնդրի Աստծուն։ Բայց չեն անում, նյութականն են ուզում, ինչու՞, որտեղ գերի են սատանայի եւ չեն ուզում դիմեն, հպարտեն, չեն ուզում դիմեն Աստծուն, օգնություն խնդրեն։ Էս է խնդիրը։ Այ ասում ես, ասում խնդրի կօգնեմ, ասում չեմ խնդրելու, դե կինաբրի, գերի մնա, տենց էլ գերի մնա։ Հիմա գոհար քրոջ հարցին ասնենք, Նոնա ջան, գնացի՞ր Նոնա։ Գնաց Նոնան։
Գնաց ապաշխարի, ով եղբայր։ Նորա։ Չէ, բայց վերջում այն բանը Հիսուսի մոտի այն ավազակը տեսակ վերջի պահին ոնց փրկություն ստացավ։ Հեշտ ու հանգիստ։ Վերջի պահին Աստված ողորմած իրան փրկի փրկեց։ Այո։ Շատ լավ, մյուս հարցը։ Գոհարի հարցը։ Եթե մեկի գործը որ չէ, եթե մեկի գործը այրվի վնաս կքաշի, բայց ինքը կապրի այնպես, ինչպես թե կրակով։ Հա։ Հարցը ի՞նչ է։ Կրակով։ Ինչ այս կրակով ասածը ո՞րն է։ Հիմա միշտ քույրեր ջան եւ եղբայրներ ջան, երբ եք մի համարը չառանցնացնենք նամանավանդ քրական համատեքստից Սուրբ Գիրքը ինչ որ գրված է մեզ համար միշտ համատեքստ ունի։ Այդ համատեքստը կարևոր է որ չանդեսվի, որբեսի սխալ մեկնաբանության չանդրադառնանք։ Հիմա սրա վրայով 11 համարից պետք է նայենք։ Համատեքստ գիտեն ինչ է նշանակում։ Հարցը որովհետեւ շատ բառեր կա, որ մարդիկ չգիտեն։ Քրական համատեքստ ասելով ծանոթ եք հարցը հետևյալն է, որ ծանոթ եք համատեքստը ինչ է, այսինքն համատեքստը զորնակ մի համարի կամ հատվածի վերևը եւ ներքևը գտնվող այդ զրույցը, որ կամփոխացնե այդ թեման։ Հա, կոնտեքստը, հայերենով համատեքստը, այո։ So այս բարակային կոնտեքստը 11 համարից սկսում է, որովհետեւ ոչ ոք դրվածից տարբեր հիմք չի կարող դնել, որ Հիսուս Քրիստոսն է։ Եթե ովևէ մեկը այս հիմքի վրա գառուցի ոսկով, արծաթով, դանգարժեք քարերով, փայդով, խոդով, եղեքով, ամեն մեկի գործը հայտնի է դառնալու դադաստանի օրը, որ գրագով է հայտնվելու, Երևան է հանվելու եւ ամեն մեկի գործը գրագով է փորձվել։ Գործի մասին խոսում է։ Գործի մասին։ Եթե ովևէ մեկի շինած գործը հաստատում մնա, վարձ կստանա։ Իսկ եթե մեկի գործը այրվի, վնաս կգրի, ինքը կփրկվի, բայց գլինի այնպես ասես կրակի միջով է անցել։ Հետո ասում է, չգիտեք որ դուք ազոտաճար եք, հիմա հավատացյալների վրայով գխոսա համատեքստում, ուրգից գիտենք սա, որովհետև 11 համարից ասում է, որ մեկը չի կարող ուրիշ հիմք դնել, քան թե Հիսուս Քրիստոսովը։ Հետո շարունակում է 12-ից ասելով, եթե ովևէ մեկը այս հիմքի վրա, Քրիստոսի հիմքի վրա գառուցի ոսկի արծաթ քարեր, մյուս կողմից փայտ խոտ եղեք։ Մեկը տանգարժեք բաներն են, մյուսերը ոնց որ ոչ տանգարժեք բաներն են։ Եվ այս 6 մասերը ոսկի արծաթ տանգարժեք քարեր, փայտ խոտ եղեք, նրանք միասնաբար պետք է նկատի առնենք այն հիմքի գաբակցությամբ, որ Քրիստոսն է, ուրեմն ավադացյալի մասին կխոսա։ Եվ ասում է, գործի մասին խոսում է, վարձատրության մասին խոսում է, ինքը փրկության մասին չի խոսում։ Այդ առումով, որ ոնց մեկը գարա փրկվի, եթե օրինակ փայտ խոտ եղեք, հակառակը պիտի փաստե 15 համարում եւ որ հիմա հոնացնենք, որ պիտի ցույց տա, որ չէ փրկված է անցը, բայց կորձերի համացան վարձքի խնդիր կա, վարձքի հարց կա։ Ուրեմն ասում է 13 համար ամեն մեկի գործը հայտնի է դառնալու դադաստանի օրը Քրիստոսի ադյանի առաջ 2 Կորինթացիների 5:10, որ գրագով է հայտնվելու, Երևան է հանելու եւ ամեն մեկի գործը գրագով է փորձվելու։ Հիմա մեկը գրագը կարա ասել ֆիզիկական գրագ է, հոգեվոր գրագ է, այսինքն մի խոսքով հագիրճ կերպով Աստված ինք պիտի հայտնաբերե մեր գործերը։ Եվ ասում է, եթե մտքովս մի բան եկավ ասեմ, դες նորմալ է թե չէ։ Եվ մտքից նոր անցնում էլի, բարև Տիգրան եղբայր։ Դերորդի։ Ոնց որ երկու մեղու ուղարկես անտառ, ասես գնացեք այդ նեկտարը հավաքեք, եկեք մեղր ունտրեք։ Թղթի վրա այն մի մեղուն կնա շաքար ուտի, արագ ճարպիկ լինելով, շատ չարչարվի, շաքարով կա, այդ մեղրը թղթի վրա, ասենք, որոշակի մի քանի գրամ, ասենք, թողնի, հետ թողնի։ Մյուսը կնա նեկտար բերի։ Հիմա մարդիկ ոնց են, ասենք, մեղվապահներ կան, չէ, որ ասում են մեղրը ոնց դուք ենք, որ մեկը արդարա, մեկը չէ։ Թուղթը այրում ես, որ մեղրը վառվեց, այնի պիտանի չի, թափում ես, այսինքն հայտնի է, որ դա շաքարից է։ Որ մեղրը չվառվեց, նեկտարից է, դա մնաց արժեքավոր է։ Հիմա այդ մեր գործերը, որոնք որ Աստծո կամքի համաձայն չեն եղել, պետք է վառվեն, վերանան գնան, որոնք որ Աստծո կամքի համաձայն են, չպետք է այրվեն։ Սա ինչ է խորհրդանշում, որ նրանք, որոնք որ Աստծո կամքի համաձայն են գործել, ծառայել Աստծուն,
նրանց գործերը մնում է եւ պիտի վարձատրվեն։ Նրանց գործերը, որ աստծո կամքի համաձայն չէ, իրանց անձից ելնելով իրանց փառքի համար մարդկային է եղել, այդ գործերը հաշվի չի առնվել, այսինքն կրակով վառվել նշանակում է փչացան, հեչացան, վերացան։ Իմ կարծիքով ինչքան կարողացա խոսել ներողություն։ Լավ պատկերազարդումը լավ էր, այո, որովհետև հիմա փայդը խոդը եղեկը արդեն գրակը կարող է նրանք սպարի, բայց ոսկին արձատը տանգարժեք կարերը, հիմա ես ոսկերից չեմ, բայց հասկանում եմ, որ ոսկին արձատը եւ տանգարժեք կարերը ոսկին որ գրագի անցնի, ավելի գզտվի։ Հիմա վարձքի առումով ամբողջացնելով ասմասը, եթե ովևէ մեկի շինած դագավին հավատացյալներու մասին նկատի առնում է, որ մեկի շինած գործը հաստատում մնա, վարձ կստանա։ Եթե մեկի գործը այրվի, վնաս կգրի, այսինքն վարձ չի ստանում։ Վարձ կստանայի հագարակը համատեքստում ներկայացված է վնաս կգրիով, այսինքն վարձ կպիտի բաց թողնվի, պիտի չստանա։ Եվ ինքը կփրկվի։ Չի գործվի, բայց կլինի այնպես, ասես գրագի միջով է անցել, այսինքն մի խոսքով հազիվ ազատվեց այդ առումով։ Բայց ինքը կպրկստեղ այդ կոնտեքստը որ նայենք, այդ առաջի կորինթացի չէ, այնտեղ խոսում է, մեկ ասում է ես Պողոսին եմ, ուրիշ ասում է ես նրան եմ, ուրեմն Հիսուսը չի կենտրոնը չէ, այդ ծառայության մեջ, ուրիշ բան է այդ կենտրոնը։ Չէ, ինքը ավելի ընդհանրական առումով խոսում է։ Ընդհանրական, օրինակ, ինչ բաներ եւ որ հա, չէ, հավատացյալի համար, հա։ Այս որ հարցը տվեցին, քույրը տվեց այս հարցը, կարող է տեսել եմ, որ մարդիկ ոնց որ իրանց վասլաբիջենանը ոնց հայերեն ասենք, թուլացնում են, որ այս մեկը կփրկվեն բանից, Դադաստանից։ հա, Իզավինյան կար, հայերեն ես կներեք։ Ռուսերեն ասա, սա Չէ, ես հայերեն եմ, պրինցիպիալ հայերեն եմ, մի քիչ ինձ տերպի ճարեք, հայերեն ուզում եմ խոսամ։ Ուզում ասի ինձ համբերեցեք, ես ոչինչ, մի կես ռուսերեն, կես հայերեն խոսամ, ոչինչ։ Սովորել, ոչինչ։ Սովորի, բայց խոսալը սովորի։ Մարդը փրկվում է, ուրեմն մարդը կարա իրան հասցնի այն աստիճանի, հոգևոր իր կյանքը, չէ, որ խոսքը չկարդա, չաղոթի, մեկը փրկվելու եմ, բայց կարակից, հա, չեմ ունենալու։ Կարաս ասել այդպես, հա։ Բայց եթե ավադացյալ է, չեք կարա տենց ասել։ Ոնց որ ասես ես ծնվել եմ, մեկը ծնվել եմ։ Էլ հաց չեմ ուտում։ Հաց պետք չի ուտեմ, մեկը ծնվել եմ։ Դեռ ոնց կարաս, եթե ծնվել ես մարդես պետք է։ Պրոստը ես ինչի ես հարցը տվեցի, որովհետև եթե այս տեղը բոլորի մասին է, ոչ ծառայողների մասին է, հովիվների մասին է։ Չէ, բոլորի մասին է, հա։ Բանանում Հիսուսը ֆունդամենտն է, ու հետո պլյուս մի բանը, խարիզմատների նման։ Հիսուս պլյուս լավ կյանք, հարուստ պետք է լինես, առողջ պետք է լինես։ Ու եթե դրա վրա է հիմնված եկեղեցին, դա արդեն կրակա, որ Հիմա որ եղբայր այս ֆորմատը տեսնում եք, ինչքան կարևոր է եւ քիչ է արվում, սա հարց ու պատասխան է sense վնաս լթերի եւ հաջախակի նոր տարիներ եկա։ Նոր տարիներ եկա։ հիմա եթե ասպես շարունակենք, աս երեգո նոր տարին գալիս է շուտով։ ես կարամ լավ հարցեր եմ տալիս, շատ օգտակար։ Մերսի բոլորի ներդրումի համար եւ բոլորի այս զրույցը որ ունենում ենք։ Մի հարց կոնե, եթե մի կամ երկու հարց եւս կա այսօրվա համար վերցնենք։ Այն մարդկանց որ համբերատար մեզ սպասում են։ Բայց նրանք էլ մտի գանում են նրա համար։ Սպասում են։ Հոբի կերպար, Հա։ հոբի կերպար, այսինքն հիմա հասկացած են կփրկվեն, ինչպես կրակից, այսինքն կփրկվեն։ Փրկության մասին չի։ Հա, ինքը թեման փրկության մասին չի, հաբա վարձ ստանալու եւ վարձ չստանալու մասին է։ Այո։ Կրակի մասներին խոսքը։ Հա։ Այո, կփրկվեն։ Փառք Աստծո այդ առումով։ Հա, այսինքն հավատացյալը, որ Քրիստոսի վրա հիմնված է, թեև նրա գործերը երբեմն օրինակ խոդ, եղեք, փայդի այդպեսով է։ Վարվեն գործերը, պիտանի չեն կվարած գործերը, ուզում ասի վարվեն էլ, բայց կփրկվես կրակից փրկվես, այսինքն դատաստան չես գնա, վարձ չես ստանա, բայց կփրկվես, դա ուզում ասի։ Չէ՞, ով է։ Այո։ Իր լեզվով եմ խոսում, Այո։ մեր լեզվով եմ խոսում։ 4 հայերեն կասներ։ Այո։
Այո Տիգրան ջան, այո։ Շատ ոգևոր մարդիկ вообще։ Բոլոր լեզուներով։ Այո, Տիգրան եղբայրը հարց ունի։ Այո։ Շատ հոգևոր մարդիկ Հովիկ եղբայրյան։ Եկեղեցիների անդամներին բնականաբար համեմում են այս վերոնշյալ իրավիճակի մեջ։ Okay, կարևորը վարձ չստանանք, բայց կարևորը կփրկվեք, եկեք, լցնեք, ծածկեք, գնացեք տուն։ Հիմա սրա վերաբերյալ ինչ վարդապետական ճիշտ ուղղություն կա, որ մարդկանց մատուցվի եւ մարդիկ չմտածեն, կարևորը փրկվեն, վարձը չստանան, կարևորը փրկվեն այդ կրակից։ Մարդիկ իրանց sense համեմում են, նստում են տուն ու ոչ մի բան չեն անում, ասում են առավոտը ստերգան մենք փրկված ենք։ Հիմա ինչ կարելի է նման մարդկանց այս հիվանդության դեմ ճիշտ բուժում տալ, որ մարդիկ սիրեն Հիսուսին եւ սիրո օժար կամքով իրանց հոգեվոր կյանքը միշտ ծնուց անեն։ Կուզենամ Տիրոջով որ պատասխանեք։ Տիգրան եղբայրս, հիմա ինչպես որ ասեցիր, եթե մեկը Քրիստոսի սերը չունի եւ Քրիստոսի սերը ուրգից կարանք տենալ, որ մեկը ունի կամ ոչ, Հիսուս ասեց Հովհաննես 14:21, 14:23 ասեց, եթե մեկը իմ բադվիրաններս բահի, նա է ինձ սիրողը։ Այսինքն մի խոսքով բադվիրաններ բայել ինչ սել է, Հիսուս սիրել է, բադվիրաններ բայել ինչ սել է, իր բադվիրանների մեջ ինչ կան։ Իր բադվիրանների մեջ սիրելը գա, ներելը գա, աղոթելը գա, հնազանդիլը գա, հավատարիմ լինելը գա Աստծո եւ այլն։ Սրբության կյանքի հետ կապ ունեցող բաները կան։ Հա, մի համարը որ ասում է Եբրայեցիների 12:14-ում բոլորի հետ հետամուտ եղեք խաղաղության եւ սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Այսինքն մի խոսքով այդ սրբության կյանքը, որ սկսում է բրգությունով եւ սրբության ընթացքը որ կա, եթե այդպեսի կյանք չկա, քիչով կամ շատով ասեմ, ինչու որ Աստված չի ասում 100% սուրբ պիտի լինես, ոչ այլ ասում է որ 50%, բայց մենք մեր ցանկությունը այդ ուղղությամբ պետք է լինի, Քրիստոսան նման լինելու պետք է։ Եթե մեկը ասա որ Եգուր եկեղեցի կարևորը աղոթքը դրե, նայեցեք, ապաշխարության աղոթք գնելը ոչ մի ցևով երաշխիք չի տալի որ մեկ հավատացյալ է ճշմարիտ, ոչ մի ցևով։ Իրեն կյանքը ցուցաբերում է որ միթե այդ ապաշխարության աղոթքը ճշմարիտ է կամ ոչ։ Ես կարամ ջնշումի դակ, որբեսի օրինակ իմ գնոջս հաջեցնեմ կամ իմ եղբորս հաջեցնեմ, եկեղեցի գնամ, ասեմ որ հա, էմոցիոնալ բանով միան ասեցի վերջացա, որ իրենք այլևս ոնց որ վազանցին ինձանից նեղություն տալիս։ Վազանցին։ Այդպես չի լինում։ Մեր աղոթքը անգես պետք է լինի, սրտանց պետք է, դերը սրտերը քնողը ինքն է։ Ուրեմն իմ կյանքս Աստծո շնորհով, այո, միթե ես կարամ ասել, որ իմ կյանքս 100%-ով միշտ Աստծո ուզածին պես եղած է իբր հավատացյալ։ Ոչ մեկը չկա մեզանից, որ այդպես կարող է անել։ Բայց մենք պետք է չանանք այդպես անել։ Ինչու որովհետև եթե ես սրբության հետևից չեմ, նայեցեք, Աստծո խոսքը շատ բաներ ասում է այստեղ։ Օրինակ, Եփեսացիների մեկում, երբ որ ասում է 3 համարից օրհնյալ է Աստված, մեր Տեր Քրիստոսի այրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ, եւ նայեցեք ինչ ասում է, ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, ինչու ընտրած է, որ սատանայի նման ապրենք ուզածնից պես, որբեսի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ Այսինքն, եթե դու ասում ես, որ ես ընտրված եմ, ուրեմն ես ուզածից պես ապրեմ, չի կարելի այդպես բան։ Բողոս Արաքյալը Ռոմայացիների 6-ում ասեց, միթե որ հիմա շնորհի դակ ենք, ասեց մեղք գործենք, հետո ինչ ասում է, ինքը քավլիցի, ոնց ասում է գարանք այդպես անել, չի կարելի, որ եթե հավատացյալ ես, քո մեջդ արդեն Աստված դրած է այդ փափակը սրբացման։ Ես չեմ ասում, որ հավատացյալը դակավին չի կարող մեղք գործել, մեղքի մեջ գարանքնել, եթե մարմնավոր ցևով սկսի քայլել, քան թե Սուրբ Հոգու ցայնը մտի գնել, այդ արդարությունը օգտագործել։ Արամիկին ամուսնանա գնա ամուսնություն, ասի վերջ, կարևոր արդեն ամուսնացել եմ, տեղավորվել եմ, սրանից հետո ոնց կուզեմ կֆրֆռեմ արդեն, գնամ աշ թաշ տղամարդ իշկա, մեկը արդեն ամուսնացել եմ, այսինքն չի կարա դա շնություն կլինի դավաճանություն ու թե շուտ կվռնդվի, այսինքն դա չի նշանակում որ ինքը ամուսնացել է, կամ ինքը դա իրական ամուսնություն է, դա կեղծ ամուսնություն է, խաբկանք է, այսինքն ինչպես մեկը չի կարա գնա ամուսնուն ու ասի ինչ կուզեմ կարամ անեմ, որովհետև դա աննորմալ երևույթ է։ Նենց չի կարա մեկը լինի Աստծուն
ու ասի ես ինչ ուզեմ կարամ անեմ։ Եթե մեկը Տեր անտրում, Տեր նշանակում է ստրուկ, այսինքն դու ստրուկ, եթե Տիրոջը սիրում ես, սկսում ես Տիրոջ կամքը փնտրել, Տիրոջ կամքը կատարել։ Այն կինը, որ սիրում է իր ամուսնուն, իր դերի մեջ ամնում եւ փնտրում է անի այն ինչ որ ամուսնուն հաճելի է եւ հնազանդվում է ամուսնուն։ Խի, որտեվ սիրում է Աստծուն իր գլուխը։ Իսկ ոտերը չի կարա քո գլխին չի ենթարկվի քո ոտերը, որտեվ գլուխը պատվավորն է ամենի գլուխը, որտեվ հոգ է տանում թե ոտերի մասին, թե թևերի, թե մյուսի մասին։ Նույնը տան ընտանիքի բոլոր անդամները, նույնը գլուխ որպես այդ։ Այսինքն Հովհաննես 15-ի մեջ էլ ասում, չէ, եթե հաստատված մնաս իմ վրա, այսինքն եթե իմ վրա ես, պտուղ ես տալու։ Եթե պտուղ չես տալիս, նշանակում է իմ վրա հաստատված չես, խաբված ես։ Հիմա ստե խնդիրը ով որ տենց ասում է եւ շարունակում է եւ դրանից ուրախանում է, նշանակում է այս մարդը այս ճյուղը ոստի վրա հաստատված չի, ինքնախաբեություն է։ Իրան խաբել են կամ ինքը երևակայում է իրան, որ ինքը հոգեվոր է, Աստված գիտի, բայց ովքեր որ ճյուղը որ հաստատված է, նա անպայման պտուղ է տալու։ Չի կարող պտուղ տալի նկատում նա պիտի միշտ ցանկանա Աստծո կամքը փնտրի։ Կարա մի որոշ ժամանակ ընկնի վիճակից ընկնի, բայց ուշ թե շուտ ինքը պիտի փնտրի այդ որտեղ այդ ինչից որ սնվում է, այդ ոստից որ սնվում է, այդ անձնավորությունը տվյալ, այդ սերը, ուրախությունը, խաղաղությունը չի կարա ինքը առանց դրա ապրի, ինքը միևնույն է հետապրալու փնտրի, աղոթի, խնդրի, ուշ թե շուտ լինելու է, որտեղ կապված է մայր հողետ եմ ասում, մայր բառը կենաց։ Գոջղին, հա։ Այսինքն հավատարիմ պետք է մնանք, հա։ Հավատարիմ չի, ուզես թե չուզես, չես կարա չնես, սենց ասեմ, քեզանից երեխա է, չէ ծմել նոնա ջան։ Քեզնից դուրս է եկել, չէ։ Դու չես կարա չսիրես իրան։ Դու չես կարա կյանքը չտաս իրան։ Դու ամեն ինչը ես տալիս իրան։ Այդ ինչ որ քեզանից դուրս է եկել, դու պատրաստ ես տաս նվիրես իրան, ճիշտ է։ Այն ինչ որ դու Աստծուց ստանում ես Սուրբ Հոգու միջոցով այն սերն ու ուրախությունը, երջանկությունը, որ ամեն մարդ փնտրում է իր կյանքում երջանկություն, կեղծ ես աշխարհի վրա, հետո տեսնում է ժամանակավոր է, հետո փնտրում է մեկ այլ ուրիշ բան, երբեք չի գտնում այն ուրախությունը, երջանկությունը։ Այն մարդը, որ Քրիստոսի հետ հարաբերվում է եւ Քրիստոսի սերն ու ողորմությունը տեսնում, այն ուրախությունը, այն ցնծությունը, բայց ինչ ասում, ինքը մեր ամուսինն է։ Այնով որ դարձավ մեկ Քրիստոսի հետ, այսինքն ամուսին որպես ընտրեց եւ երկուսը դարձան մեկ, նկատում եմ մենք Աստծո հետ դարձանք մենք չենք կարա Աստծո այդ սերը, այդ ուրախությունը թողնենք մի կողմ ու անցնենք մեկ այլ կեղծ ժամանակավոր ուրախություններ փնտրելու կամ երջանկություն, որտեղ ոչ մեկ դրանց տեղը չի տա։ Ուզես թե չուզես, եթե մեկը այդ սերը տեսնի, փնտրելու է, վազելու է, մեկը մի քիչ դժվարությամբ, մեկը մի քիչ բանով պարտություններով, բայց ուշ թե շուտ ինքը այդ սերը միշտ կարոտել է։ Երբ որ մեկը սիրած անznավորություն անում, օրինակ ես որ բանակ եմ գնացել, ուր էլ գնայի ինձ մամա, պապա չէի գտնելու։ Ուշք ու միտքս միշտ իմ ծնողներից հետ էր, որ հեռու էին, բայց երբեք չի մոռացվում։ Անընդհատ հիշում ես, փնտրում ես, ուզում ես։ Այսինքն ֆիզիկական կյանքում, եթե մեկը երկու սիրած անznավորություն իրարից բաժանվում են, անգամ ժամանակավոր ինչ-որ տարածքային, միևնույնն է իրանց կապ իրար փնտրում են, միշտ չի կարա չփնտրի, որովհետև սիրում է, հասկանում ես։ Աստվածային սերն էլ այդպեսին է, եթե մեկը կապվեց Աստծո հետ այդ սիրո քաղցրությունը զգաց, չի կարա ինքը չփնտրի Աստծուն։ Հիմա մի հատ հարց տաս որից է մեկին, հիմա Նարեկն եմ հարց տալի։ Երբ որ մի հատ սիրած աղջիկ ունես, իրապես սիրում ես, ուղղակի ինչ էլ լի քնես, զարթնես, հագնես, գործի քնես, միտքդ այդ աղջիկն անելու հետևից վազելու ես։ Հետո էլ ծեծեն ասեն չես գնալու, մտքով ընդ ես լինելու, իր հետ ես լինելու։ Չես կարա չգնաս։ Իսկ ով որ չի սիրում, ասես այս աղջկան չես տեսնելու, կասի պապաս չի թողում, էլ չեմ գալ, լավ, հավես չունեմ։ Վերջացավ, ուրեմն կեղծ էր այդ սերը։ Դրա համար մենք ստե հավաքված իրար սիրում ենք այս տեսքուր եղբայրներ, որովհետև Աստված ասեց դուք իմ զավակներն եք, իսկ չի կարա մեկը ծնողին սիրի եւ զավակներին չսիրի։ Մեզ էլ կողքից նայում են, ասում են սրանք գիժ են։ Հասկացա՞ր։ Մենք հիմա Աստծո գժերն ենք։ Շատ լավ, շնորհակալ եմ քույրեր եղբայրներ ջան, ցեզ մե բոլոր հետ։ Լավ խոսակցություններ, լավ զրույցեր, լավ թեմաներ կային եւ հա դերը կամի կարող ենք ուրիշ ադենները ադենը մեյմ այսպես հարցազրույց անել հարց պատասխանի առումով, բայց այսօրվա համար այսքան
Եվ Ես ուզում եմ նոնային ասեմ, նոնա ջան, միջև հիմա ես սպասում եմ, որ ձեր տուն պետք է կամ։ Տարին պրծավ նոնա, 2026 թիվն ենք հասնում։ շատ լավ, աղոթքով ամբողջացնենք հայ եղբայրս կարանք քո աղոթքով ամբողջացնեն։ Շո։ Շնորհակալ եմ հայր, Ոտի կանգնենք, թե չէ բողոքողները շատ են։ Խնդիր չէ։ այս պահի համար, շնորհակալ ենք այս ջերմ զրույցի համար։ Կրկին անգամ սովորեցրեցիր մեզ քո վրա հաստատվել, քո սիրո մեջ լինել, քո համբերության մեջ լինել։ Շնորհակալ ենք այս մեծ առանձնաշնորհումի համար, որ մեզ փրկեցիր եւ մեզ հասունացնում ես, Տեր։ Սրբության ես կանչել եւ սրբացնում ես, Տեր։ Շնորհակալ ենք այս վայրի համար, Արթուր եղբորս իր ընտանիքի համար, որ իրենց սիրտն է բացել քո առաջ, Հովիկ եղբորս համար, բոլոր քույր եղբայրներիս համար, Հովիկ եղբորս, որ սրտին դրել ես ուսուցանելու, Տեր, ամենայն մանրակրկիտ սովորեցնում եմ ես, ինչպես որ դու ես կամենում։ Խնդրում ենք այս պահերը շատացնես եւ ընդլայնվի այս վայրը, հոգիները ավելի ու ավելի լինեն, փրկվողների թիվը ել ավելի շատանա։ Ազատիր մեզ քո խաղաղությամբ, մինչ հաջորդ հանդիպում ըստ քո կամքի։ Հոր որդու եւ Սուրբ Հոգու անունով խնդրեցի, ամեն։ Ամեն, ամեն։ Աստված օրհնի բոլորիդ։ Հիմա